Բարև բոլորին, դուք միացել եք Self-Discovery in Armenian կամ ինքնաբացահայտումը հայերենով ոդկասթին եւ այսօր խոսելու եմ Սերգեյ Վարդանյանի հետ։ Սերգեյը այժմ բնակվում եւ իր գործունեությունն է ծավալում Երևանում որպես Ethnobliss հիմնադրամի հիմնադիր, psychonaut եւ կենտրոնացված է հենց այդ ոլորտում իր գործունեությունը։ Նախ ողջույն Սերգեյ ջան, շատ շնորհակալ եմ, որ գտաք ժամանակ ինձ հետ զրուցելու եւ կուզեմ նախ ներկայացնեք մի փոքր ձեր անցած ճանապարհը եւ ինչպես եք հայտնվել այնտեղ, որտեղ հայտնվել եք հիմա։ Իրոք, շնորհակալություն իհարկե հրավերքի համար։ Երևի թե հենց պսիխոդելիկների ոնց որ հատվածով պատմեմ իմ մասին, ինչ ենք անում։ Ես իմ ընտանիքով 2 տարի առաջ մենք բնակվում ենք Միացյալ Նահանգներով, տեղափոխվեցինք Հայաստան եւ հիմնեցինք Ethnobliss առողջապահական հիմնադրամը, որը որ շահույթ հետապնդող կազմակերպություն է, որի նպատակը հենց պսիխոդելիկ բուժման մեթոդները Հայաստանում օրինականացնելը եւ կիրառելն է։ Նաեւ մենք աշխատում ենք մասնագետների վերապատրաստման ուղղությամբ, հոգեբաններ, հոգեբույժներ, սոցիալական ոլորտի աշխատակիցներ, ովքեր որ ցանկություն ունեն եւ ինչ-որ չափի պատրաստվածություն, որպեսզի աշխատեն այս մեթոդով, եւ նաեւ հասարակական կապեր, որպեսզի հասարակությունը ավելի տեղեկացված լինի այս բուժման մեթոդների մասին եւ հնարավորինս օգտվի դրանցից, երբ որ դառնան նրանք օրինական։ Իհարկե, սա չի վերաբերվում կետամինի թերապիային, որը որ արդեն գրանցված դեղամիջոց է եւ օրինական է Հայաստանի Հանրապետության տարածքում։ Շատ լավ, շնորհակալություն։ Իսկ կասեք մի փոքր, ինձ թվում է մարդիկ էլ գուցե օրինակ ծանոթ չլինեն հենց psychedelic assisted therapy կոչվածի հետ, արդյոք կա հայկական տերմին, որ օգտագործում եք դրա հետ կապված, որ ես էլ կարողանամ օգտագործել մեր զրույցի ընթացքում, ու ինչ է դա իրենց ներկայացնում, ինչով է տարբերվում սովորական հոգեբանի կամ հոգեբույժի հետ աշխատանքից։ Պսիխոդելիկի թարգմանությունը հայկական չեմ կարծում կա, ավելի շատ ինքը միջազգային տերմին է, միջազգային ընդունում ստացած տերմին է, դրա համար մենք էլ ենք այն կիրառում։ Պսիխոդելիկները դրանք այն դեղամիջոցներ են կամ այն բուժման մեթոդներն են, որոնք որ աշխատում են լայնացնելով գիտակցությունը, consciousness այսպես կոչված է, եւ այդ մակարդակով են մարդու բուժումը ապահովում։ Տարածված պսիխոդելիկներն են օրինակ սելացիդին սնկերը, օրինակ LSD-ն, ayahuasca-ն, որը որ հիմնական պսիխոդելիկ կոմպոնենտը DMT-ն է, mescaline կակտուս պարունակող կակտուսները տարբեր պեյոտե կամ San Pedro, որոնք որ mescaline պսիխոդելիկն են պարունակում, ավելի շատ այն պաթոգեն խմբի պսիխոդելիկների մեջ են մտնում MDA-ը, MDMA-ը եւ իհարկե dissociative պսիխոդելիկները, դրանք արդեն կետամինը եւ այդ մյուս խմբի։ Այս ամեն ինչը իրար հետ իհարկե էլի շատ կա, բայց սրանք հիմնականներն են։ Այս խումբը դեղամիջոցների կոչվում են պսիխոդելիկներ եւ իրենք մարդիկ կարող է ծանոթ են այս բուժման մեթոդներին կամ ոչ թե բուժման մեթոդներին, այլ այս միջոցներին ծանոթ են միգուցե այլ կոնտեքստից, որտեղ շատերը իրենց կիրառում են, օրինակ LSD-ն մարդիկ օգտագործում են, գնում են բնության գիրկը կամ գնում են երաժշտական ֆեստիվալ կամ նույն MDMA-ը ավելի հայտնի է նույն ecstasy անունով, որը որ MDMA նյութի pill դեղահապ տարբերակն է, որը որ ավելի շատ հայտնի է այդ ակումբային աշխարհում, բայց իր ակտիվ կոմպոնենտը MDMA-ն է։ Բայց բացի այն, որ կա այս կիրառությունը, որ հաճույքի համար, այսինքն եթե անունը դնենք, կա նաև բժշկական կիրառությունը, որը որ բավականին արդյունավետ է տարբեր հոգեբուժական խանգարումով ունեցող մարդկանց համար, այստեղ խոսում ենք հետտրավմատիկ սթրեսի խանգարում, դեպրեսիա, տագնապային խանգարումներ,
ինքնասպանության հակվածություն կամ փորձ եւ այլն։ Մի շարք բազմաթիվ հոգեբուժական խանգարումների դեպքում այս դեղամիջոցների կիրառումը թերապիայի հետ միասին բավականին արդյունավետ արդյունքներ է տալիս ու հիմա այս պահին մի շարք երկրներում, այդ թվում նաև Միացյալ Նահանգներում, որտեղ որ դուք եք, բազմաթիվ կլինիկական փորձարկումներ են գնում եւ որոնք որ հասել են կլինիկական փորձարկ շատերը այս փորձարկումների հասել են վերջին փուլ FDA կազմակերպություն կամ Միացյալ Նահանգներում Food and Drug Administration, որը որ այն կառույցն է, որը որ գրանցում է դեղամիջոցները եւ որպեսզի դեղամիջոցը գրանցվի կազմակերպությունը պիտի ապացուցի երկու բան՝ էֆեկտիվություն եւ անվտանգություն եւ հիմա այս դեղամիջոցները տարբեր ընկերությունների կողմից կլինիկական փորձարկումներ են անցնում եւ օրինակ հետտրավմատիկ ստրեսի խանգարումի օրինակով MDMA-ը կարող եմ ասել մոտավորապես 68% արդյունավետություն է տալիս, այսինքն ինչ ենք ասում արդյունավետություն, որ մարդիկ ովքեր որ կլինիկորեն ունեն հետտրավմատիկ ստրեսի խանգարում PTSD կոչվածը, այս 3 ամիսանոց բուժման կուրսը անցնելուց հետո, երբ որ անկախ մարմինը գնահատական է տալիս, տեսնում է, որ մարդիկ այդ հիվանդությունը չունեն։ Իսկ 88%-ը զգալի, ասում եմ, significantly decreased symptoms, զգալի իրենց սիմպտոմները նվազած է լինում, այսինքն միգուցե բուժված չի, բայց շատ ավելի լավ է վիճակը, բայց քանի որ սա կլինիկական փորձարկում է, ինքը ունի պրոտոկոլը ունի օրինակ 3 անգամ դեղային միջոց, եւ 4-4-4-ական, այսինքն 12 թերապևտիկ բուժում։ Ընդհանուր 3 ամսվա ընթացքում հիմա կարող է մի ինչ-որ մեկին պետք լինի 4 անգամ կամ 5 անգամ կամ ինչ-որ մեկը մի անգամից ավելի լավանա, բայց քանի որ կլինիկական փորձարկման կոնտեքստում է սահմանափակված է այդտեղից փոփոխություն չի կարելի անել։ Սիլացիբինի մի քանի կլինիկական փորձարկումներ կան, որը որ հենց այդ սունկն է, magic mushroom, այսպես ասած, էլի բավականին արդյունավետ են աշխատում, օրինակ հիմա John Hopkins-ի համալսարանում ծխելու կախվածությունից դուրս գալու փորձարկումներ են գնում շատ մեծ արդյունավետությամբ, LSD-ի կիրառության փորձարկումներ են գնում դեպրեսիայի բուժման ուղղությամբ, որ էլի շատ բարձր արդյունավետություն ունեն։ Նաև այս դեղամիջոցները բարձր արդյունավետություն ունեն կախվածություններով տառապող մարդկանց համար։ Ճիշտ է, ասենց մի հատ հասկացություն կա, որ դրագեր ու մի խմբի մեջ են ոնց որ մի զամբյուղի մեջ են դրվում, բայց իհարկե դա այդպես չի ու հենց այս դրագերը, եթե իրանց էլ կարելի է այդպես անվանել, այս դեղամիջոցները շատ արդյունավետ են, եթե ինչ-որ մեկը փորձում է այդ իր կախվածությունից բուժվել, որովհետև կախվածությունը նաև հիվանդություն է եւ հիվանդությունից կարելի է բուժվել կազդուրվել։ Օրինակ մի հատ պսիխոդելիկ պրեպարատ կա, ibogaine-ը կոչվում, որը որ Աֆրիկայում աճող թուփ է, իբոգա թուփից է դուրս բերվում եւ իր ճամփորդությունը բավական երկար է, կարող է մինչև 20 ժամ գնա, բայց շատերը օրինակ հերոինի կախվածությունից, մեթամֆետամինի կախվածությունից 1-2 սեսիայից դեռ կազդուրվում են եւ ինչը հետաքրքիր է չեն ունենում այդ withdrawal կոչված է լոմկա, որ մեր հայերի խոսակցական լեզվով ասում ենք, դա չեն ունենում, որը որ շատ հետաքրքիր իրանք լավ չեն կարողանում հասկանալ ոնց է որ մարմինը չի ուզում գնա դրա միջոցով, բայց դա փաստ է ու հիմա այդ ուղղությամբ էլ բավական կլինիկական փորձարկումներ են գնում, ու հիմա կլինիկաներ կան ակտիվ, որ հենց այդ ուղղությամբ աշխատում են Մեքսիկայում, կան կլինիկաներ Միջին Ամերիկայում, կան կլինիկաներ, որ հենց այդ կախվածությունների ուղղությամբ աշխատում։ Մի խոսքով ոլորտը շատ ընդարձակ է կախվածություններից, թե հոգեբուժական խանգարումներից սկսած, եւ սա միայն խոսում ենք խանգարումները, բայց իհարկե այս պսիխոդելիկները շատ ավելի մեծ կիրառություն ունեն, մարդիկ ոչ բժշկական կոնտեքստում կիրառում են իրենց
հոգևոր զարգացման համար, կիրառում են իրենց կոգնիտիվ որակները բարձրացնելու համար եւ ընդհանրապես մերվելու բնության հետ եւ աշխարհի հետ, այսինքն կիրառության հնարավորությունները անսահմանափակ, բայց մեր կազմակերպությունը հիմա հենց կոնկրետացած է բժշկական կիրառության վրա։ Իսկ օրինակ նշեցիք, որ բնականաբար կան ձեր ասած հոգեբանական թերապիայի հետ զուգորդված, օգտագործում եւ կան նաեւ ավելի հոգեվոր, ավելի ծեսական ինչ որ ասպարեզում կիրառություն, ինչ եք կարծում, արդյոք օրինակ ձեր կարծիքով մարդիկ պետք է խրախուսված լինեն դիմելու ավելի ոչ տրադիցիոնալ պայմաններում ստանալու այդ բոլոր միջոցները, քանի որ չէ որ ոչ տրադիցիոնալ պայմաններում դա հսկողության տակ չէ, հնարավոր չէ հասկանալ որակը եւ ռիսկերը եւ արդյոք կարծում եք կան հակացություններ մարդկանց, ովքեր օրինակ պետք է հեռու մնան նմանատիպ փսիխոդելիկների օգտագործումից առհասարակ։ Ես սկսեմ ձեր վերջին հարցից հակացություններից, այսօր օրինակ կլինիկական փորձարկումներում, երբ որ ընդգրկման կրիտերիաներ կա եւ այդ ընդգրկման կրիտերիաների մեջ պայմանների մեջ նշվում են օրինակ եթե որևիցե մեկը կամ իր ընտանիքի անդամը ունի սկիզոֆրենիայի խանգարում կամ ունի կոչվում է dissociative identity disorder, որը bipolar այդ խմբի որևիցե խանգարում, իրենց չեն ընդգրկում, որտեղ կարծում են, որ կարող է սրվել կամ եթե ինչ որ մեկը չունի, բայց ընտանիքում ունի նման խանգարումներ, կարող է ակտիվացնել։ Իրենց այս պահին չեն ընդգրկում, չի խրախուսվում իրենց օգտագործել։ Իսկ ընդհանրապես կարևոր սկզբունքներ կա, որը շատ կարևոր է պահել, երբ որ դու կիրառում ես, անկախ դա supervised, այսինքն վերահսկվող է որևիցե թերապևտի հետ կամ sitter կամ guide կամ ինչ որ մեկի ներկայությամբ արվում թե չէ, բայց կան այսպես ասած ընդհանուր սկզբունքներ, որոնք որ մաքսիմալ այդ ճամփորդությունը ավելի բարենպաստ կարող են դարձնել, դրանք են այսպես կոչված set եւ setting-ը, որը որ set-ը դա քո mindset-ն է, այսինքն ես sense անգլերեն բառեր կիրառեմ, հետո կփորձեմ թարգմանել հայերեն, այսինքն որտեղ ես դու մտքով երբ որ դու այդ ուզում ես այդ փսիխոդելիկը օգտագործես, որտեղ ես ինչ նպատակով ես դու, այսինքն intention կոչված է ցանկությունը, ինչի համար ես դու սա անում, օրինակ ես հիմա ուզում եմ այս դեղը խմեմ, որպեսզի հասկանամ ինչի եմ ես օրինակ խմում այս ալկոհոլիզմ, որտեղ է խնդրեմը։ Որովհետև լիքը մարդ որ կախվածություն ունի, ինքը կոգնիտիվ ինքը հասկանում է, որ սա օգտակար բան չի կամ ծխող է կամ ինչ որ մեկը այնպես չի, որ ինքը չի հասկանում, որ սա անառողջ է, բայց մեկը ծխում է հիմա, այսինքն խորն է ինչ որտեղ, այնքան խորն է, որ դա կոգնիտիվ processing-ի խնդիր չի, դա պետք է գնալ հասնել այդ խորը տեղը, որպեսզի հասկանալ որտեղ է խնդրեմը։ Այսինքն mindset-ը, set-ը դա կարևոր հատկանիշ է, մյուսը setting-ը, որտեղ ես դու անում, ինչ պայմաններում, set-ի հետ նաև մեկ կարևոր բան ասեմ, օրինակ եթե դու զայրացած ես, չգիտեմ, ավարիա ես տվել այդ օրը կամ ինչ-որ տենց լարված ես, այդ դեպքում չի խրախուսվում ճամփորդություն անել, փսիխոդելիկ օգտագործել, ավելի շատ պետք է այդ հանգիստ պայմաններում, այսինքն մտովի հանգստության մեջ կիրառել set-ը այդ իմաստով։ Իսկ setting-ը որտեղ ես դու դա անում ու ցանկալի է անել միտեղ, որտեղ որ քեզ ոչ ոք չի խանգարելու, օրինակ ոչ թե միտեղ, որտեղ որ լիքը մարդիկ կան, ինչ որ ավելի շատ է կիրառվում, օրինակ մարդիկ փսիխոդելիկներ են անում, գնում են party-ներ կամ գնում են քաղաքուտման են գալիս։ Ես դրա դեմ ոչ մի բան չունեմ, բայց եթե բժշկական օգտագործման կամ ինչ-որ բուժման մասին ենք խոսում, ապա պետք է լինի հանգիստ տեղ, օրինակ ցանկալի է մարդ ունի ինչ-որ պարկի բազմոցին կամ անկողնու վրա
Եվ ցանկալի է լինի երաժշտություն, ցանկալի է լինի այդ երաժշտությունը ինչ-որ հոգևոր երաժշտություն առանց բառերի կամ մի բան, որը որ կարա այդ ճամփորդությունը նաև տանի եւ օգնի, ցանկալի է դնել այդ աչքակապներ, այդ eye shader կոչվածը, որպեսզի դու մտնես մեջս, որտեղ այս ճամփորդությունը դա դրսի բան չի, որ շատերը նայում են, ասում են, օ, այդպես սիրուն բաներ տեսանք, ֆրոստալիկներ տեսանք իրենից, բայց այս եթե ուզում ես հասնել արդյունքների բժշկական իմաստով, ապա պետք է գնաս մեջը, հասկանաս որտեղ է խնդիրը, նաև շատ կարևոր է, եթե կա ինչ-որ մեկը ձեր հետ, որպեսզի շեղում չլինի, որովհետև այդ ճամփորդությունը, ասենք MDMA-ի կամ սոնկի դեպքում կարող տևի 4-ից 6 ժամ, մինչև 8 գնա, եւ այդ ամբողջ ընթացքում պետք է հեռախոսը անջատած լինի, ոչ մի շեղում չլինի։ Հիմա այդ ընթացքում մարդը ճամփորդության մեջ ինչ-որ մեկը զանգ տա, գա ինքը գնա, դուռը բացի, պետք է այդ ամեն ինչից խուսափել։ Դրա համար եթե ինչ-որ մեկը կա, ով որ նույնիսկ եթե փոստատարն է եկել կամ մի բան է, որ պետք է ինչ-որ մեկի հետ առնչվել, որ այդ երրորդ մեկը գնա այդ հարցերը լուծի, որ ով որ ճամփորդությունը անում է, իր հանգստության մեջ լինի։ Նաև օգտագործած ժամանակ կարա մարդու կոգնիտիվ, ասենք, գլուխ պտտվի կամ դրա համար լավ կլինի, օրինակ զուգարանա պետք գնալ գալ, ինչ որ մեկը իրան օգնի, եթե դրա կարիքը կա, սա հաճախ չի լինում, բայց կարա նաև տենց էլ լինի։ Կամ օրինակ մեկը մրսում է, մեկը լինի, որ մի բլանկ բլանկետը հայերեն մոռաց։ Վերմակ գցի վրան, որպեսզի չմրսի, կամ եթե շոկում է հանի այդ վերմակը, եթե ծարավա մի հատ ջուր տա, որպեսզի այդ տեխնիկական հարցերով մարդը չմտածի, չշեղվի, այլ լրիվ ինքը լինի իր աշխարհի մեջ, իր ճամփորդության մեջ։ Ու նաև եթե օրինակ դժվար ճամփորդություն է, եթե չենք խոսում մասնագետի, շամանի կամ թերապևտի մասին, ամեն դեպքում եթե կա մեկը, ով որ sitter կոչված է նստողը, որ քու հետ է, զուտ կարող է գա նստի, ձեռքը բռնի, միգուցե չասի ինչա կամ ինչ ես դու զգում, բայց ասի ես քու հետ եմ, ձեռքը բռնում, դա շատ մեծ տարբերություն կարա տա ճամփորդության մեջ։ Դրա համար ինչ որ մեկի ներկայությունը պարտադիր չի, ելի եմ ասում, լիքը մար հենց այդ solo trip, հենց տենց ոնց որ կոնցեպտ կա, որ շատերը հենց բարձր դոզաներով իրանց eye shader-ը դնում են, գնում են իրանց ճամփորդությունը։ Ամեն դեպքում եթե ինչ-որ մեկը կա, դա շատ ավելի արդյունավետ կլինի։ Հիմա ձեր հարցին մի քիչ երկար պատասխանեցի, բայց սրանք բաներ են, որոնք որ կարող են ավելի արդյունավետ դարձնել եւ ավելի ոնց որ ռիսկերը մինիմիզացնել։ Իսկ նյութերի հետ կապված, տեսեք, փսիխոդելիկները համարվում են աշխարհի ամենաանվտանգ դեղամիջոցները։ Օրինակ psilocybin սունկի դեպքում little dose տենց հասկացողություն կա, այսինքն մահաբեր դոզան, որն է, որով ցանկացած պրեպարատ ունի իր մահաբեր դոզայի, մահաբեր դեղաքանակի թիվը, եւ սունկի դեպքում այդ թիվը, այսինքն այդքան դու չես կարող ուտել, որ քեզ սպանի, ուղղակի կորցկաս հետ կտաս, այսինքն գրեթե կարելի ասել անվտանգ է ինքը այդ իմաստով, որպեսզի այդ overdose կոչվածը չլինի։ Նույնը LSD-ն, այսինքն փսիխոդելիկները չափազանց ապահով են այդ իմաստով։ Խնդիրը առաջանում է ուրիշ տեղ, օրինակ եթե ինչ-որ մեկը օգտագործում է, ենթադրեմ, սունկ կամ LSD, եւ ինքը անպատասխանատու է գտնվում, օրինակ գնում է սարի գլխին կամ ասենք շենքի տանիքին է բարձանում, այդ դեպքում ինքը կարա, որտեվ կարա իր գլուխը պտտվի, ամեն ինչ կարա լինի, կարա գլորվի, ընկնի, ու հիմա այս դեպքում ես չեմ կարծում այդտեղ պետք է մեղադրել այդ դեղամիջոցին, որ իրան սպանեց, այլ պետք է մեղադրել մարդու պատասխանատվությունը, որ ինքը անպատասխանատու է գտնում այս պատասխանատու բուժման մեթոդների, այս մեդիցինների հետ վարվելուց։
Այսինքն կարող ենք ասել, որ եթե մենք օգտագործում ենք փսիխոդելիկներ ավելի recreational նպատակներով, այսինքն ուղղակի ժամանց ունենալու, ժամանակ անցկացնելու, որը որ շատ դեպքերում այդպես էլ լինում է, կարևոր է վստահ լինել, որ մենք ապահով միջավայրում ենք գտնվում ու իհարկե իդեալական պայմաններում կա մարդ, ով որ պատասխանատու է մեր հանգստության եւ այդ space holding-ը, այսինքն այդ տարածք պահելը մեզ համար անում է։ Ստեղից մի հարց էլ տամ, որովհետև շատ հաճախ լինում է ու հատկապես Ամերիկայում շատ տրենդային են այդ բոլոր ռիթրիթները, թե փսիխոդելիկների հետ կապված, թե մի շարք այլ տարբեր մեթոդների, որոնք որ առաջացնում են այդ ձեր ասած թե բուժման էֆեկտ են տալիս, թե էմոցիոնալ ռելիզի էֆեկտ են տալիս եւ շատերը անընդհատ գնում են, հա, մի ռիթրիթից մյուսը եւ շատ հաճախ են դա անում եւ ես մեկ անգամ եմ ayahuasca-ի ծեսին ներկա եղել, բայց կային մարդիկ այնտեղ, որոնք որ անընդհատ անում են դա ու իրենք շատ հիասթափված էին, որովհետև օրինակ այդ առաջին օրվա ծեսից հետո իրենց մոտ ոչ մի բան տեղի չունեցավ եւ իրենք ոչ մի trip ճամփորդություն այսպես ասած չունեցան եւ կար ասենց շատ մեծ հիասթափություն, որովհետև իրենք եկել էին որոշ հարցերի պատասխաններ ստանալու կխոսեք մի փոքր նրա մասին, թե օրինակ ինչ հաճախականությամբ է դա խորհուրդ տրվում փսիխոդելիկների կիրառությունը եւ հաճախ կիրառությունը ինչին կարող է բերի կամ ինչու օրինակ գուցե հակացուցված է անընդհատ դա անելը։ Շատ լավ հարց է կա, ինձ Գրետա ջան, պետք է հասկանանք, որ այս ամենը շատ երկրներում օրինական չի։ Դրա համար շատ կարևոր է հիմա մենք նշենք, որ մենք ոչ մեկին չենք խրախուսում կիրառել եւ չենք առաջարկում կիրառել, այլ ուղղակի խոսում ենք մեր փորձից եւ ամեն մեկը, որ իր պատասխանատվությամբ իր երկրի օրենսդրությունը նայի եւ հասկանա արդյոք այդ իր երկրի օրենսդրությունը թույլ է տալիս այս պրեպարատները օգտագործել եւ եթե թույլ չի տալիս, ապա որոնք են դրա հետևանքները, օրինապար մարմինների հետ եւ ինքը որոշում կայացնի։ Օրինակ Հայաստանում այս բոլոր պրեպարատները անօրինական են եւ մենք ոչ մեկին չենք խրախուսում որպեսզի սա կիրառեն։ Սա ասելով, with this being said, ոնց ասում եմ, սա ասելով պատասխանեմ ձեր հարցին, որ փսիխոդելիկները նաեւ մի հատ ուրիշ շատ հետաքրքիր մոտեցում են, որ իրենք կախվածություն չեն առաջացնում։ Օրինակ, եթե ինչ-որ մեկը LSD կամ սնկ անի այսօր, վաղը ուզենա անի, նա իր վրա չի ազդելու, այսինքն եթե պետք է երկու անգամ դոզան բարձրացնի, հետո 4 անգամ որ նոր շարունակական անի։ Հետո դրա ցանկությունը չի լինում, որովհետև ճամփորդության ժամանակ այնքան ինքը գիտեք կարա նաև շատ մարտահրավերային ճամփորդություն լինի, տենց չի, որ ինքը բոլորը թիթեռնիկներ ու ծաղիկներ ու յունիկորններ են։ Կարա շատ դժվար տեղեր տանի մարդուն այդ ճամփորդությունը ու դա մի բան չի, որ ուզես մի հատ էլ անես, ամեն դեպքում, ասենք, ես կարող առաջ որ անում եմ, հիմա ինչ տեղափոխվել եմ Հայաստան չեմ անում, որտեղ ստեղ օրենսդրությունը դել չի տալիս, բայց առաջ երբ որ անում եմ, կարող եմ մի ճամփորդություն ունենալ, հետո ամիսներ տանայի, հետո էլի, այսինքն դա մի բան չի, որ տենց craving կոչվածը, որ օրինակ մյուս դրագերի, մյուս ստեղանջոցների մեջ կա, այդ craving-ը չի առաջանում փսիխոդելիկների ժամանակ, որպես կանոն եմ սա ասում, իհարկե կարան բացառությունները լինել։ Նաև փսիխոդելիկների հետ կապված ուրեմն 3 փուլ կա։ Փուլ 1 դա նախապատրաստական փուլն է, preparation որը որ եթե թերապևտը շատ ավելի լավ, որ թերապևտը հետ աշխատելուց առանց որևիցե դեղամիջոցի, դու փորձում ես հասկանալ ինչ ես այս ճամփորդությունը անում, ինչ ես դու իրանից սպասում, ինչ ես դու իրանից ուզում, որպեսզի մշակես քո այդ intention, այդ քո ցանկություն կոչված։ Հետո նաև լավ հասկանաս քեզ այդ մասնագետը, եթե կա շատ ավելի լավ, որ քեզ բացատրի, օրինակ կերար հիմա ընդունեցիր կես ժամ 40 րոպե հետո սա է զգալու մի ժամ հետո տևելու է 4 ժամ, տևելու է 6 ժամ, կարողա ծառավես, կարողա մրսես, կարողա բաներ տեսնես, կարողա բաներ, այսինքն այդ նախապատրաստական փուլն է, preparation-ը կարևոր է ու եթե
ինչ որ բան ես ուզում աշխատես, կարևոր է այդ ինչի վրա օրինակ տրավմա, մանկական տրավմա, մի հատ հասկանաս, վերլուծես այդ ամեն ինչը դա մի քանի սեսիա լավ կլինի անում։ Բայց անպայման չէ, էլի եմ ասում, եթե մեկը թերապևտ չունի, ինքը կարա իր intention ուղղակի հասկանա ինչի վրա է ուզում աշխատի եւ նպատակադրվի եւ որպեսզի խնդրի այդ medicine-ից, այդ բժշկությունից ես հիմա SSS խնդիրն եմ ուզում լուծեմ, որպեսզի պատասխանը ստանա կամ գոնե այդ կոլը գնա, զանգը գնա հիմա ստանա թե չէ դա այլ հարց է, բայց գոնե այդ ցանկությունը, այդ intention-ը կարևոր է ուղարկել։ Մյուսը դա հենց դրագի սեսիան է, երբ որ դու խմում ես եւ ճամփորդություն ես անում, հենց այդ փսիխոդելիկ trip կոչված է ճամփորդությունը։ Եվ երրորդը, որը որ ոչ պակաս կարևոր փուլ է, դա ինտեգրացիայի փուլն է։ Ինտեգրացիան ինչն է, որ դա ասենք ես տեսա ինչ-որ բաներ, զգացի հիմա ոնց եմ սա կիրառել, ոնց է սա իմ կյանքը լավացնել, ոնց եմ սա տանելու իմ ամենօրվա կյանք։ Եթե որ դա այդ ինտեգրացիան չանես, շատ շուտ այդ զգացողությունը կգնա եւ ինքը կդառնա ուղղակի մի հատ հետաքրքիր օր քո կյանքում, ոչ ավելին։ Բայց երբ որ դու աշխատանք, այսինքն sense մոտ խոսք ասում են, աշխատանքը սկսում է հենց հետո ճամփորդությունից հետո, որովհետեւ նաեւ եթե նայում ենք նեյրոպլաստիկության իմաստով, փսիխոդելիկը ինքը տենց ոնց որ սիրուն քո ուղեղը այդ նեյրոնային կապերը թարմացնի մի հատ բերի այտենց virgin կուսական վիճակի եւ դրանից հետո արդեն դու նոր ճանապարհներ ես գծելու հիմա այդ ճանապարհները եթե դու չգծես ինչ որ պահի այդ ձյունը հալվելու է եւ այդ տակի հին այդ քո ճանապարհներն է բացվելու որոնք որ ասում են մենք հիմա ծխում ենք մենք հիմա խմում ենք մենք հիմա տխուր ենք կամ էս կամ որ ինչի հետ որ մարդը ուզում է աշխատի բայց երբ որ դու աշխատանք տանես հետո ճամփորդությունից հետո որ մենք հիմա չենք ծխում ու ինչ լավ է որ մեր թոքերը ինչ լավ է շնչում ինչ լավ ենք մենք քայլում ինչ լավ հոտ է այս տանը ինչ լավ հոտ է իմ հագուստից գալի իմ վրայից գալի իմ բերանի համն է փոխվել օրինակ եմ բերում ձեզ էլի ծխելը Ուրեմն աշխատանք այդ ինտեգրացիան էլի կարևոր բան է իսկ հաճախականությունը ես ով որ ինձ հարցնում է սա ինչքան հաճախ կարող անեմ մայր sense խոսքա calling-ա կոչվում ոնց որ կանչը հիմա եթե կանչը կա սովորաբար երբ որ մարդը խորը ճամփորդություն է ունենում ամիսներ այդ կանչը չի լինում կարող տարիներ այդ կանչը չլինի բայց եթե այդ կանչը իրոք տենց ուժեղ կա այդ դեպքում էլի եթե կարողանում ես դու այդ ապահով վիճակում այդ set and setting-ը որ ասեցի ճիշտ ապահովես այդ ժամանակ կարող սկիրառել Իսկ այդ ձեր նշած խորը experience, հա, կամ խորը ճամփորդություն երբ ունենում ես, հիմնականում դե ինչպես նշեցիք, դա իրականում հաճելի զգացողություն չի, այսինքն ինչ որ անգամ կարելի է ասել շատ մարդկանց համար դա տանջանք է, ինչ որ ցավալի process է, ինձ թվում է ցանկացած բուժման process-ը առհասարակ ցավալի process է, եթե ինչ որ խորը տրավմա կա ինչի հետ որ աշխատում ես, շատերը ասում են օրինակ դե ցանկացած psychedelic-ի օգտագործման հարցում ասում են դե bad trip ունեցա, այսինքն վատ ճամփորդություն ունեցա, ու ես հիշում եմ, երբ ես զանգեցի, ինչպես դուք նշեցիք, բնականաբար շատ կարևոր է նաև research անել, հասկանալ, թե այդ տեղը որտեղ որ դուք գնում եք, թե կլինիկա լինի դա, թե դա լինի ինչ-որ մի կազմակերպություն, որը նմանատիպ սերվիսներ է մատուցում, psychedelic-ների հետ աշխատելու, որ կատարես քո research-ը, հասկանաս արդյոք տվյալ անձնավորությունը, շամանը կամ գայդը, ով որ անում է դա, քեզ հետ նույն բանի վրա է, այսպես ասած, էներգետիկ level-ի վրա է եւ դու կարող ես իրեն վստահես, այդ շատ կարեւոր է, բնականաբար ընտրել ճիշտ տեղը, ոնց որ դուք ասեցիք, այդ setting-ը եւ set-ը եւ բացի դրանից խոսել իրենց հետ եւ հասկանալ թե իրենք որտեղից են եկել, իրենց ճանապարհը ինչպիսին է, կարծում եմ դա էլ է կարեւոր ու հիշում եմ ես երբ խոսեցի հիմնադիրի հետ այդ կազմակերպության եւ իրեն ասեցի ես մեկ անգամ ունեցել եմ մեկ այլ psychedelic-ի հետ փորձառություն ավելի
recreational պայմաններում եւ շատ վատ փորձառություն եմ ունեցել եւ մի տեսակ վախենում եմ եւ ինքը ինձ հետ խոսեց, ասեց, գիտես, չկա նմանատիպ հասկացություն bad trip, այսինքն վատ ճամփորդություն նմանատիպ հասկացություն չկա։ Դու ստանում ես այն, ինչ քեզ անհրաժեշտ է տվյալ պահին։ Մյուս կողմից էլ լսել եմ նաև հակառակ կարծիքը, կան մարդիկ օրինակ, ովքեր ասում են, եթե ունեցել ես վատ ճամփորդություն, ուրեմն ճիշտ չէր կազմակերպված, մի բան ճիշտ չես արել։ Կխոսեք մի փոքր դրա մասին, այդ վատ ճամփորդություն կոչվածի մասին։ Ինչ-որ մի բան ճիշտ անել է, այդքան էլ դրա հետ համաձայն չեմ, որովհետև երբ որ դու պսիխոդելիկը ընդունում ես, այդքան շատ քեզնից կապված բան չկա։ Ճամփորդությունը գնում է, ու տանում է։ Փորձառությունը, ուղղակի մի հատ ռեպլիկ ասեմ, որ ասացիք խորը, կարա ինքը շատ նաև blissful են ասում, տենց աստվածային շատ հաճելի ճամփորդություն լինի ու լինի ամենախորը ճամփորդություն, այսինքն անպայման չի որ վատ լինի ու խորը դա վատը իրար հետ նույն բանը չի, կարա օրինակ շատ մարդիկ հենց այդ շատ աստվածային այդ հանգստության ճամփորդությունը ունենալով հասկանում են, որ իրենք նույնն են այս տիեզերքի, այս բնության աշխարհի եւ ուրիշ ձև են վերադառնում շատ մարդիկ ովքեր որ օրինակ մահաբեր հիվանդություններով են տառապում մասնավորապես քաղցկեղներով պսիխոդելիկները անելուց հետո տենց հետ են գալիս շատ հաճելի ճամփորդություն են ունենում եւ ճամփորդությունից հետո իրենց վերաբերմունքը ամբողջովին փոխում են աշխարհին, ընտանիքին, իրենց առողջությանը եւ փաստը որ իրենց տանջեն հաշվելով ամեն վարքանը եւ անիծելով թե ինչ էս հիվանդությունը ոնց է իրենց քայքայում դեռ ուրիշ ձև են սկսում վերաբերվել իրենց ընտանիքի փայփայելով ամեն վարքանը սիրելով իրենց հարազատներին իրենց շան հետ ման գալով կամ գնալով բնության գիրկը վերաբերմունքը փոխվում այդ նրա մասին որ անպայման չի որ խորը ու բուժումը տեղի ունենա վատով կարա շատ լավ լինի ու հիմնականում sense bad trip-ը դա ավելի քիչ է լինում, շատ ավելի քիչ է լինում, ու bad trip-ն էլ էլի տեսեք, կարա լինի իհարկե եթե վատա տարբեր բաներ կարա ազդի այդ կողքը bad trip-ի վրա, ասել որ bad trip չի լինում կամ իհարկե կա տենց բան որ challenging experience են ասում, մարդիկ կան հենց այդ bad trip չեն օգտագործում այդ բառը, օգտագործում են մարտահրավերային տերմին է, ասում են challenging փորձառություն ունեցա, որովհետև այդ փորձառության մեջ էր այն ոսկին, որը որ ես պետքա գտնեի կամ զգայի կամ տեսնեի կամ ունենայի, բայց իհարկե բաներ կա, որ կարա ազդի ճամփորդության վրա, նույնն set and setting-ը, հիմա եթե դու ասենք ջղայնացած ես, ինչ-որ շատ ծանր օր ես ունեցել ու գնում ես trip ես անում, այն որ կարա ինքը ավելի մութ տեղ տանի, շատ ավելի հավանական է, դա օրինակ մի պայման, մյուսը եթե դու safety-ն, ապահովությունը շատ կարևոր է, եթե դու քեզ ապահով չես զգում, նույն այդ ով որ այդ մեթոդը պսիխոդելիկը մատուցում է լինի, դա շամանը կամ գայդը կամ circle եթե կա կամ թերապևտը պետք է այդ վստահությունը լինի, պետք է այդ ապահովությունը լինի, որովհետև նաև դեպքեր կան, մարդիկ գնացել են այդ retreat-ների եւ սեռական ոտնձգությունների զոհ են դարձել, այսինքն ամեն ինչ կարա լինի, այսինքն այդ ապահովությունը, վստահությունը շատ կարևոր է, նաև երաժշտությունը կարա ազդի ճամփորդության վրա, շատ բաներ կա, որ տենց մի բանով չի, բայց եթե retreat-ը ընտրելու retreat sense խմբակային եկեք մի տերմին ասենք, էլի retreat circle թե therapeutic թե ինչ, պրոստը մի բառ ասենք, որ չկրկնվենք, եթե retreat-ը ընտրելու համար լավ կլինի, որ ինչ որ մեկին ում որ իսկական ճանաչում եք դուք կյանքից, ոչ թե ինտերնետից, ոչ թե review-ներից, այլ ում որ ճանաչում եք դուք ժիվոյ, մենք ասում ենք, եթե ճանաչում եք այդ մարդը գնացել է, իրանից պետքա
եթե առաջի անգամ է գնում, իրանից պետք է խոսել, հասկանալ, կարծիք վերցնել։ Իսկ կենտանի մարդուց կարծիքը ես որևիցե retreat ընտրելուց առաջ շատ կարծում եմ կարևոր է։ Հետո կարևոր է խոսել այդ, որտեղ այդ խոսելը գիտեք կարող է ամեն անգամ չլինի։ Հիմա եթե դուք օրինակ ընտրում եք գնալ Կոլումբիայում կամ Պերույում Ayahuasca retreat-ի, այդ ժամանակ այդ չեմ կարծում հնարավորություն կլինի Zoom-ով մի հատ call անեք, ինտերվյու անեք, հասկանաք ինքը ձեզ էներգետիկ համապատասխանում է թե չէ, որտեղ այնտեղ ինտերնետ էլ չկա։ Դա ուղղակի տեխնիկապես հնարավոր չի այդ ամեն ինչ անել։ Դրա համար ինչ որ մեկը որ գնացել է ու դուք վստահում եք, ինքը եթե ասում է, այո, ես գնացել եմ այս շամանի մոտ, այս տայտայի մոտ, ու medicine-ը ուժեղը ու իրանք space-ը կարողանում են պահել, այդ դեպքում կարելի է դիտարկել։ Այսա որ հիմնական բանը ես ուշադրություն կդարձնեի ընտրելուց առաջ։ Հետո միշտ պետք է իմանաք, որ կարող եք ցանկացած պահի հրաժարվել, կապ չունի։ Դու նույնիսկ եթե գնաք վերջին, ասենք կարող նույնիսկ փողը տվել եք, ձեզ պետք է վերադարձնեն այդ փողը։ Գնացել եք, հասել եք այնտեղ, բայց ինչ որ մի բան ձեզ ասում է, չէ, ուրեմն մի արեք, կամ չեք վստահում, կամ չեք ուզում, ուրեմն չէ, ու ձեր պահանջը պետք է հարգեն։ Դա շատ կարևոր է, որովհետև դա ձեր ճամփորդությունն է, դուք գնում եք միտեղ, որտեղ որ դուք ուրիշ մարդ եք եկել, ձեր գիտակցությունը փոխվել է, consciousness-ի հետ գործ ունենք, իսկ դա ձեր sacred է, սուրբ բանն է, այդ սուրբ բանը դուք պետք է վստահությամբ գնաք։ Երևի թե այսքանը, իհարկե շատ էլի բաներ կա, բայց հիմնականը սրա վրա է պետք ուշադրություն դարձնել։ Այսինքն առաջին անգամ, երբ մարդ օրինակ մտածում է psychedelic-ներ փորձել, երևի թե կարևոր է հասկանալ արդյոք իր մոտ այդ calling-ը կա, այսինքն կանչը կա։ Ես էլ օրինակ դրա մասին շատ եմ լսում, որ եթե ինչ որ մեկին հարցնում ես, ինչ կասես, խորհուրդ կտաս, ես գնամ, օրինակ փորձեմ այսինչ retreat-ը կամ այսինչ psychedelic-ի հետ կապված փորձառությունը, օրինակ ես միշտ ասում եմ, որ եթե ինձ ես հարցնում, ուրեմն դեռ պատրաստ չես երևի գնալու, որովհետև եթե ունես կանչ, կարծում եմ, որ կարիք չունես կողքիններին հարցնելու, արդյոք կարիք կա քեզ, որ դու գնաս։ Ուրիշ հարց է, որ հարցնես խորհուրդներ փորձառության հետ կապված կամ կոնկրետ psychedelic-ների հետ կապված, բայց ու կարծում եմ, որ իդեալական պայմաններում, եթե կարող ես մենակ գնաս, այսինքն ոչ թե ընկերուհուդ հետ կամ ամուսնուդ հետ, ինձ համար, չգիտեմ, կարևոր է, որ կարծում եմ դա քո անձնական փորձառությունն է ու կարևոր է որ դու լինես հարմարավետ գնալու միայնակ եւ անցնելու դրա միջով, որովհետեւ դա ինչպես նշեցիք ավելի սուրբ sacred փորձառություն է, բուժիչ փորձառություն է ու այդ intention-ը որպեսզի դու հասկանաս թե ինչի համար ես դու գնում եւ որ դա իսկապես սուրբ է, դրա համար կարևոր է ինձ թվում է նախապես ձեր ասած այդ նպատակները դնել եւ intention-ները դնել եւ նաեւ ինտեգրացիայի process-ն էլ եւս։ Հիմա ինտեգրացիայից մի քիչ կուզեմ խոսել, որովհետեւ ոնց որ ասեցիք, ինչպես ցանկացած հարցում երբ դու աշխատում ես բժշկի հետ, հոգեբանի հետ, life coach-ի հետ, աշխատանքը ներսում կարևոր է, բայց այն թե դու ինչ ես անում այդ մուն աշխատանքից հետո էլ ավելի կարևոր է, որովհետև հնարավոր է ստանաս այնպիսի ինսայթներ, որոնք որ օրինակ կարող են քո կյանքը փոխել, բայց եթե ոչինչ չանես, բնականաբար ոչինչ չի փոխվի։ Ես հիշում եմ, որ օրինակ կոնկրետ իմ պարագայում մեզ ասեցին, որ պետք է անպայման գրի առնել, թե նախ ինչ փոփոխություններ ես ուզում անել փորձառությունից հետո եւ հետո հստակ սահմանել, թե ինչ քայլեր ես ուզում անել, որոնք որ քեզ կբերեն այդ նոր կյանքի մակարդակին, այսպես ասած։ Եվ շատ դեպքերում բաներ կա, որ դու դեռ պատրաստ չես փոխես, հարկավոր են գուցե ամիսներ կամ տարիներ, որ դու գաս դրան, որ կարողանաս դրա հետ աշխատել։ Կոնկրետ psychedelic assisted therapy-ի մեջ այդ integration-ի process-ի մասին մի փոքր կխոսեք, ոնց է տեղի ունենում։ Դա մասին կխոսեմ, ուղղակի ձեր ասացիք կապված մի հատ, որ ասացիք մենակ գնալու մասով, ինձ թվում է կարևոր է ինքդ քեզ հարցնես, ես ոնց ավելի
ես ոնց սա ավելի արդյունավետ կլինի իմ համար, օրինակ եթե ինչ-որ մեկը ավելի ապահով կլինի ինչ-որ ընկերոջ հետ կամ ինչ-որ մեկը որ գնացել է այդտեղ կամ ամուսնու, թող ուրեմն ամուսնու հետ գնա, քան մենակ։ Այն որը որ էլի նայում ենք, որը որ ամենաարդյունավետ, ամենալավը կարող լինի մարդու համար։ Թե լրիվ ընկնելու համար ուզում ենք գնամ մենակ, էլի ինդիվիդուալ։ Մի հատ մասը, որ ամեն մեկը իրան պիտի այդ հարցը տա ու հասկանա, որը ավելի լավ կարող լինի իր ընդհանուր բուժման համար։ Իսկ ինտեգրացիայի հետ կապված թերապևտի հետ աշխատանքը իհարկե օգնում է գործին շատ, որովհետև ոնց որ պերիոդիկ, եթե դու շաբաթական կամ ինչ-որ որ հաճախականությամբ հանդիպում ես մասնագետի հետ, պատմում ես քո ճամփորդությունը, ինչ ինսայթներ, ինչեր քաղեցիր, ինչեր տեսար եւ ոնց ես դա կիրառելու, նաեւ դա օգնում է քեզ ոնց որ նույն ճիշտ ռեյսերի վրա կոպտացած դնես, որպեսզի դա գնա առաջ։ Բայց նաեւ պետքա գտնել այդ մասնագետին, իհարկե, քանի որ պսիխոդելիկները օրինական չեն, հիմնականում իհարկե ինտեգրացիոն թերապևտը, քանի որ դեղամիջոցի հետ գործ չունի, օրինականության խնդիր չկա, բայց քանի որ օրինական չեն, դրա մասնագետները քիչ են։ Եվ օրինակ, եթե դու պսիխոդելիկ ճամփորդություն ունենաս, հետո գնաս talk therapy, ասենք անալիտիկի կամ ինչ-որ մեկի մոտ փորձես ճամփորդությունը բացատրես, չեմ կարծում դա կաշխատի, որտեղ նույն պսիխոդելիկ պսիխոթերապիայի մեջ կանոններ կան եւ այդ կանոնները օրինակ non-intrusive, այսինքն չես կարող միջամտես, մարդը պիտի գա, մարդը պիտի հասկանա իր մտքերով, կարելի իրան ուղղորդել, բանել, այդ ամեն ինչը չկա։ Դրա համար դրա մասնագետին իհարկե եթե գտնես, շատ լավ է, այն դեպքում որևիցե այդ պսիխոդինամիկ աշխարհի թերապևտների հետ էլ որ աշխատես, ասենք դա գելշտատ կլինի կամ պսիխոդինամիկ կամ ներքին ընտանիքի համակարգ IFS-ը կա, իրանք բոլորը շատ լավ աշխատում են հենց պսիխոդելիկ պսիխոթերապիայի, կամ եթե ինչ-որ մեկը պսիխոդելիկ պսիխոթերապիայի տրեյնինգ ունի, դա իհարկե ամենալավ տարբերակը կլինի, բայց այլի մասնագետին գտնելը կարևոր բան է, գոնե ըստ մոդալիթի, ըստ մեթոդի ինքը որ համապատասխանի այն ինչ համապատասխանի հոգուն պսիխոդելիկ պսիխոթերապիայի sense ասենց ես։ Իսկ մի փոքր կպատմեք, թե Entheopolis հիմնադրամի ստեղծման հարցում նախ ստեղծման միտքը ոնց առաջացավ եւ երկրորդը ինչ մարտահրավերներ կային ճանապարհին, հա, կարծում եմ նաեւ դե մեր հասարակության մեջ թե իրավաբանական, թե հասարակական կարծիքի հետ կապված։ Entheopolis-ի միտքը առաջացավ, երբ որ ապրում էինք Միացյալ Նահանգներում, ես եւ դրանից ավելի շուտ մենք ընտանիքում ունենք անդամ, որը որ հոգեբուժական խնդիրներով էր տառապում եւ ժամանակակից բուժման մեթոդները ցավոք սրտի չեն կարողանում իրեն օգնել։ Ժամանակակից բուժման մեթոդները եսի նկատի ունեմ հոգեբուժական այդ SSRI-ները, SNRI-ները, պսիխոթերապիկ դեղերը, խոսակցական talk therapy կոչված այդ խոսալու թերապիաները նույնպես էլի հանգստություն չէին տալիս, կոգնիտիվ եւ այլն, այնց շատ բաներ փորձեցինք, ոչ մի այնց նորմալ փոփոխություն չէր տալիս եւ տառապում էր ինքը եւ պատահաբար մի հոդված կարդացի ես, որը որ պատմում էր, որ Ամերիկայի պատերազմի վետերանները գնում են Մեքսիկա եւ պսիխոդելիկ retreat-ներ են մասնակցում պսիխոդելիկների օգնությամբ եւ բավականին կազդուրված հետ են գալիս, որը որ ինձ շատ հետաքրքրեց եւ մեջոցները սպառելով, ոնց որ ոչ մի բան կորցնելու, չունենալով, ասացինք մենք հասկանանք ընդհանրապես այն ինչ է եւ միգուցե օգնի նաեւ մեզ
ու դա դարավ սկիզբը, որպեսզի մտնենք այս փսիխոդելիկ թերապիայի աշխարհը ուսումնասիրելով տարբեր գրականություններ, ես ինքս MAPS կազմակերպություն կա Multidisciplinary Association of Psychedelic Studies Միացյալ Նահանգներում շատ հայտնի կազմակերպություններ, իրենք հենց MDMA թերապիայի գծով են աշխատում ակտիվ, շատ լավ տրեյնինգի ծրագիր ունեն, ես այդ տրեյնինգի ծրագրին մի քանի ամիսանոց մասնակցեցի, հետո մի հատ ուրիշ հայտնի կազմակերպություն կա Polaris-ը, իրենք հենց կետամինի թերապիայի տրեյնինգներ են անում, հետո իրենց տրեյնինգներին մասնակցեցի, հետո այդ ներքին ընտանիքի համակարգի IFS թերապիայի կուրսեր անցա, սերտիֆիկացիան անցա, այն մասնագիտությունս ամբողջությամբ փոխեցի եւ մտա այս հոգեբանության մեջ մի նպատակով, որպեսզի կարողանամ օգնել այդ իմ ընտանիքի անդամին եւ ճշմարտությունը նա է, որ դա չի խրախուսվում, որպեսզի ընտանիքի անդամին օգնի թերապիանի, դա ընդունված բան չի, դա լավ չի։ Բայց դա ավելի լավ է, քան ընդհանրապես լինի, ու քանի որ մենք չկարողացանք գտնել փսիխոդելիկ թերապևտ, որ կաշխատեր, այնինքն դա ստիպված հարկադրված քայլ էր, որին որ գնացինք։ Այլ պայմաններում, եթե դու կարող ես գտնել թերապևտի, որ ոչ մի կապ չունի քո հետ, ոչ ընկերա, ոչ բարեկամ, դա իհարկե շատ ավելի արդյունավետ է։ Եվ սկսեցինք սկզբում աշխատեցինք հենց MDMA պրեպարատի հետ, որ շատ ֆենոմենալ արդյունքներ ստացավ, փորձեցինք նաև սոնս ընկերով աշխատել, LSD-ով, տարբեր պրեպարատներով եւ արդյունքները ֆենոմենալ էին, այս ընտանիքի անդամը գրեթե ուրիշ մարդ դարձավ, ես չեմ ասում կազդուրվեց 100% լավ է իրան հիմա զգում, բայց ցաներ ձորերի տարբերությունը, թե ոնց փոխվեց, ամեն օրվա տագնապները գնացին, բացասական մտքերի այդ լուպը դուրս եկա, կաշմար այդ nightmare-ները, գիշերային այդ սարսափները վերացան, քնային սարսափները, մի խոսքով շատ բան փոխվեց դեպի լավը, եւ հետո 20 թվականին սկսեց այդ պատերազմը, Արցախյան պատերազմը, մենք այդ ժամանակ Միացյալ Նահանգներում էինք ապրում, եւ պատերազմից հետո իմացանք, որ հազարավոր, տասնյակ հազարավոր զինվորներ, ու ոչ միայն զինվորներ, այլ բռնի տեղահանվածներ, զինվորների ընտանիքի անդամներ տառապում են տարբեր հոգեբուժական խնդիրներով, այդ թվում հետտրավմատիկ սթրեսի խանգարումը, եւ այդ ժամանակ ես մի ստարտափ ընկերությունից exit էի արել, դուրս է եկել եւ մտածում էի հաջորդը հիմա ինչ եմ անելու, ու այդ միտքը եկավ, որպեսզի հիմա մենք այս գիտելիքը ունենք ու տեսնում ենք, որ սա ինչպես է աշխատում կոնկրետ մեր մաշկի վրա, ինչքան լավ բան է, եւ կարող ենք արդյոք այս մեթոդը Հայաստանում բերել կիրառել մեր հայրենակիցների համար, մեր զինվորների համար, որովհետեւ չեմ կարծում տենց մեր հայ կամ սիրտը չէր ցավում մեր վետերանների համար ու մինչև այսօր չի ցավում։ Ու այդտեղից այդ միտքը առաջացավ, ասացինք այդ դեպքում եկեք տեղափոխվենք Հայաստան, Ամերիկայից չենք անելու։ Ու հավաքեցինք մեր ապրանքները եւ եկանք Հայաստան։ Այստեղ արագ գրանցեցինք առողջապահական հիմնադրամը, այդ իրավաբանական գրանցման խնդիրները շատ հեշտ ու արագ ստացվեցին եւ հետո սկսեցինք աշխատել մասնավորապես առողջապահության նախարարության հետ, որպեսզի քանի որ այս բուժման մեթոդները անօրինական են եւ Հայաստանում օրենսդրությունը արգելում է նրանց որևիցե կիրառությունը, ոչ միայն բժշկական, ոչ միայն recreational, ոչ միայն հաճույքի համար, այլ նաև բժշկական կիրառությունն է արգելված։ Փորձեցինք
աշխատել իրավապահ օրենսդրական մարմինների հետ եւ առողջապահության նախարարության հետ, որպեսզի այս օրենսդրության մեջ համապատասխան փոփոխությունները կիրառվեն, որպեսզի կարողանան այս բուժման մեթոդներով բժիշկները եւ մասնագետները, ովքեր որ ունեն համապատասխան փորձառություն եւ գիտելիք, կարողանան աշխատել։ Այս է ճանապարհը։ Իսկ կան հիմա մասնագետներ Հայաստանում, ովքեր օրինակ կարողանան նմանատիպ ծառայություններ մատուցել։ Եթե դառնա օրինական։ Այո, կան մասնագետներ, ովքեր որ տրեյնինգներ են անցել հենց մեր կազմակերպության օգնությամբ, բայց նաև կան մասնագետներ, ովքեր նաև ծանոթ են ու աշխատել են, ասենք շամանական կրթություն ունեն, այսինքն փոքր իհարկե խումբ է սա, բայց կան մասնագետներ, ովքեր կարող են աշխատել եւ հիմա քանի որ կետամինը գրանցված պրեպարատ է եւ շատ արդյունավետ է, հենց հիմա աշխատանքներ ա գնում, որպեսզի մեր Հայաստանի հիվանդանոցներից մեկում կետամինի թերապիա սկսեն իրականացնել ու հենց հիմա մասնագետները տրեյնինգ են անցնում ու նաեւ հիվանդանոցի ղեկավարությունը ակտիվ է ուղղությամբ աշխատում է եւ բաց է ու հնարավոր է որ հենց այս մեր տարածաշրջանում մինչև տարվա վերջ այդ ամեն ինչը իրականություն դառնա ու կարողանանք օգնել մեր հայրենակիցներին այս բուժման մեթոդներով, որը որ լինելու է համ սոցիալական, համ կոմերցիոն, այսինքն մեծ սոցիալական կոմպոնենտ ունենալու, ստեղ հենց մեր կազմակերպության դերն է, որպեսզի մեր վետերանները ստանան անվճար այս բուժման մեթոդը եւ նաեւ լինելու է հասանելի նրանց համար, ովքեր որ առապում են քաղաքացիական քաղաքացիներ են, առապում են եւ վճարովի հիմունքներով կարողանալու են օգտվել այս ծառայություններից։ Իսկ մարդիկ եթե հետաքրքրված են օրինակ ինչպես կարող են ծանոթանալ, երբ դա հասանելի կլինի կոմերցիոն տարբերակով օգտագործելու, ինչպես կարող են գրանցվել, հետևել։ Հիմա քանի որ դեռ այդ ամեն ինչը չկա դեռ, այսինքն նախապատրաստական աշխատանքներ են գնում, չեմ կարող ասել, բայց կարող են ինձ հետ կապնվել, ես սոցիալական ցանցերում բոլոր Twitter-ում, Instagram-ում, Facebook-ում իմ ջերը կա, կարող են ինձ գրել, ես շատ բաց եմ, հասանելի եմ բոլորի համար ու կապը ինձ հետ պահպանել ու հենց որ դա լինի, ես իրենց գրեմ, ասեմ հիմա կա, ես ինչ տեղն է, ես ինչ մասնագետներն են, կարող է գնալ սկսել նաև կարևոր է, որ մեր վետերանները հասկանան, որ իրենք տրավման ստացել են մեր համար, իրենք գնացել են պատերազմ մեր համար են կրվել եւ այսօր իրանք տառապում են այդ հոգեբուժական խնդիրով մեր համար եւ մենք պատասխանատու ենք դրա համար եւ անելու ենք ամեն ինչ որպեսզի իրենց մենք նկատում եմ ես եւ մեր քաղաքացիներս որ այսօր ապրում են բոնե ժամանակավոր խաղաղության մեջ։ Կարծում եմ շատ մեծ գործ եք անում, իսկապես շատ կարևոր գործունեություն է եւ հուսամ որ մաքսիմալ չափով կկարողանան թե մասնակցել, թե վետերանները, թե գուցե նաև իրենց ընտանիքները ինչ որ դեպքերում, որովհետև կարծում եմ, որ մեր զոհված ազատամարտիկների ընտանիքներում էլ կա շատ մեծ հոգեբանական աշխատանքի կարիք եւ խնդիր, եւ հուսամ, որ նաև թե իրավաբանական տեսանկյունից, թե լոգիստիկայի տեսանկյունից ունենաք ինչ-որ աջակցություն, օգնություն, որ այդ հարցերը շատ ավելի արագ կարողանան դառնալ թե օրինական եւ թե հասանելի։ Կխոսեք մի փոքր ձեր տեսլականի մասին, հիմա ասացիք, որ կետամինի հետ կապված թերապիան շուտով պետք է որ հասանելի դառնա։
Կա տեսլական այլ փսիխոդելիկների հետ կապված եւ ինչ աշխատանք է տարվում եւ որն է ձեր, այսպես ասած, նպատակը կամ տեսլականը դրա հետ կապված։ Դե հիմա եթե կետամինի թերապիան սկսի աշխատել, մենք ունենալու ենք արդյունքներ։ Մենք ուզում ենք այդ բոլոր արդյունքները գրանցել անկախ դրատորների միջոցով, որպեսզի կարողանանք տեսնել այո մարդը եկավ հենց էս բանգարումով, էս խնդիրներով, այսքան բուժումը ստացավ եւ այս խնդիրները չունեն։ Հավաքել այդ դատան, այդ ինֆորմացիան, որից հետո արդեն գնալ կարգավորող մարմնի մոտ, առողջապահության նախարարության մոտ ցույց տալ իրենց այդ հիմքերը, որպեսզի իրենք ավելի բաց լինեն մյուս փսիխոդելիկ բուժման մեթոդների օրինականացման աշխատանքները առաջ տանելու մեջ։ Այդ մի ուղղություն։ Մյուսը մենք հիմա սպասում ենք Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայում ակտիվ կլինիկական փորձարկումներ են գնում եւ շատ հնարավոր է որ մյուս տարի այդ բուժման մեթոդները գրանցում ստանան։ Հիմա որևէ դեղ, որպեսզի երկրում գրանցում ստանա, երկու ճանապարհ կա, դա կամ կլինիկական փորձարկումներ են, կամ եթե իրենք արդեն կլինիկական փորձարկումներ են անցել եւ գրանցվել են որևէ այլ երրորդ երկրում, այդ բոլոր ինֆորմացիան, այդ դոսիե կոչվածը բերում ես եւ ներկայացնում ես քո երկրի կարգավորող մարմին եւ այդ քո երկրի կարգավորող մարմինը որոշում է ընդունում կամ հաստատում կամ մերժում է դեղի գրանցումը։ Հիմա մեր մոտ Հայաստանում դեղորայքերի արհույցի բաժինը դրսում գրանցված դեղորայքեր են, որտեղ ոչ մի կլինիկական փորձարկումներ չեն անցել, բայց ներմուծողները բերել են եւ գրանցել են, քանի որ իրենք արդեն գրանցված են Անգլիայում, Եվրոպայում, Միացյալ Նահանգներում կամ Հնդկաստանում, շատ Հնդկաստանից էլ բավական քանակությամբ դեղեր գալիս։ Հիմա երբ որ ասենք FDA-ի նման հզոր կազմակերպությունը գրանցում է տալիս, այսինքն խիստ իրենց խստությամբ այդ ամեն ինչով այս կոպիտեսը տրիտակով անցած գրանցված դեղորայքը շատ ավելի մեծ շանսեր ունի որևէ այլ երկրում գրանցում ստանալու։ Օրինակ Իսրայելը ավտոմատ է գրանցում։ Իսրայելը Ամերիկայում FDA-ով գրանցված դեղամիջոցները դիմում է ավտոմատ գրանցման մեխանիզմ, որտեղ գելացել ասում են հիմա եթե Ամերիկան ասենք FDA-ի նման կառույցը ստորացել է այդքան գրանցել է մենք նորից դնենք եւ երբ որ այդ գրանցումը ստանա, մեր նպատակը լինելու է էլի գալ դիմել մեր կարգավորող մարմնին, որպեսզի ինքը այդ նույն հիմքերը, որ արդեն գրանցվել է, առանց կլինիկական փորձարկումների դիմենք, որպեսզի Հայաստանի կարգավորող մարմինը գրանցում տա այդ դեղամիջոցին։ Ժամկետների իմաստով դա հիմա եթե 26-27 թվին կարծում եմ կլինիկական փորձարկումներից, որտեղ որոշները արդեն երրորդ փուլում են, օրինակ Compass Pathway Psilocybin-ի կլինիկական փորձարկումները երրորդ փուլում են, եւ մարդկանց համար ովքեր որ կլինիկական փորձարկումների պատկերը լավ չգիտեն, ասենք ինքը 3 փուլից է բաղկացած։ Առաջի փուլում մարդկանց վրա չեն անում ավելի շատ տոքսիկություն, տենց բաներ են նայում։ Երկրորդ փուլում ավելի փոքր sample, ավելի փոքր խումբ են վերցնում, կարող է 10-15, եւ երրորդ փուլում ավելի լայնածավալ փորձարկում են անում, օրինակ MDMA թերապիայի մեր կլինիկական փորձարկման մեջ ընդհանուր մոտավորապես 400-500 հոգի մարդ է մասնակցել։ Եվ արդեն երբ որ այդ արդյունքները կան, այսինքն բուժման մեթոդը անցել է, հետո նաև ընդեր նայում են 1 ամիս հետո, 3 ամիս հետո, որտեղ եթե լավացավ, բայց 1 ամիս հետո էլի մարդու վիճակը վատացել է, դա էլի խոսում է դեղի արդյունավետության մասին։ Ու հավաքում են այդ դոսիեն, այդ ամեն ինչը ու ներկայացնում են կարգավորողին։ Հետո կարգավորողը արդեն նայում է արդյոք այդ կլինիկական փորձարկումը անցկացվել է օրենսդրական նորմերին համապատասխան, արդյոք օրինակ պլացիբո եղել է թե չի եղել, կոնտրոլ խումբ է կոչվում, դու ստացար երկու նույն հիվանդությունը մարդիկ գնում են եւ ինչ որ մեկը ստանում է այդ միջոցը, ինչ որ մեկը չի ստանում եւ իրենք երկուսն չգիտեն ով է ստացել եւ հետո նայում են
Եթե լավացավ ինչ-որ նրա վիճակը, նայում են ինքը դեղ ստացողն է, թե ստացողը չէ, որպեսզի նաև այդ մարդու այդ դրական սպասումները դիսկոնտավորեն դեղի արդյունավետությունը ստանալու համար։ Մի խոսքով տարբեր պարամետրեր են նայում կարգավորողը ու եթե այդ բոլոր պարամետրերը համապատասխան են, նայում են իհարկե ապահովությունը, եթե ինչ-որ մեկը վատացել է, side effect-ներ կոչվածը վատացել է, ինչ է եղել, քանի հոգի է վատացել եւ այլն, հետո նայում են արդյունավետությունը, քանի հոգի է բուժվել, արդյոք բուժվել է իրոք թե չէ, ինչքան է բուժվել, այդ ամեն ինչի արդյունքում գրանցում է, եթե ամեն ինչը անցնում է, հաստատվում է, կարգավորող մարմինը գրանցում է, արդեն ինքը դառնում է դեղորայք, որը որ հնարավոր է դառնում, հասանելի է դառնում կիրառության համար։ Բայց չեմ կարծում դա լինելու է դեղորայք, որը որ կարողանալու ինչ-որ մեկը գնա դեղատնից գնի եւ կիրառի, այլ երևի ինչ-որ չափանիշներ կլինեն, որ կլինիկաներում կամ որևիցե լիցենզավորման ինչ-որ մեխանիզմներ կստեղծեն, որը որ երևի թե Հայաստանում էլ նմանատիպ մի բան, երբ որ այնտեղ ինչ-որ մոդել այնտեղ կիրառվի, ենթադրում եմ մենք նման մոդելը կառուցատենք մեր կարգավորում։ Դեպքում ապահովության տեսանկյունից ելնելով դա երևի առաջին այդ ճիշտ առաջիկներ կլինի։ Հիմա նշեցիք, որ կետամինը երևի թե ամենաշուտը կլինի հասանելի, որովհետև ինքը արդեն գրանցված է որպես թույլատրելի միջոց։ Կետամինի կիրառությունը այդ psychedelic assisted therapy-ի մեջ է կամ կետամին assisted therapy-ի մեջ է սպառակայում, ինչ որ կոնկրետ բաների դեմ պայքարում է, տրավմաների կամ հոգեբանական խնդիրների կամ թեկուզ ֆիզիկական խնդիրների, թե բոլորի համար նույնն է, այսինքն կապ չունի ինչ ես օգտագործում, psychedelic-ի ինչ տեսակ ես օգտագործում, ինքը աշխատում է նույն բաների հետ։ Մտնել հարց եք տալի, չէ, տարբեր են իհարկե նույն օրինակ ibogaine-ը շատ ուժեղ աշխատում է կախվածությունների համար։ Այսինքն ամեն պրեպարատ ինչ որ մի բանի հետ է լավ աշխատում, բայց այս դեպքում ես կարծում եմ, որ հիմնական ուղղվածությունը կլինի դա հետտրավմատիկ ստրեսի խանգարումը, դա կլինեն դեպրեսիաները, տագնապները, որոնք որ հիմա որ եթե ինչ որ մեկը Google-ի մեջ փնտրի, հազարավոր ուսումնասիրություններ կտեսնի, թե կետամինը ինչ ուղղություններում է աշխատում։ Մենք հենց հիմա Exeter-ի համալսարանում Անգլիայում սիգարետի կախվածության փորձարկումներ ա գնում ալկոհոլիզմի դեմ, բայց էլի կանոնավոր ռեսուրսների սահմանափակը ենթադրում եմ, որ այսինքն ավելի բաց է եւ բայց ովքեր որ սկսելու են կլինիկան կամ կլինիկա չասենք այս բաժանմունքը, որը որ լինի այդ հիվանդանոցի շրջանակներում, երևի թե կկենտրոնանան հենց այդ տրավմատիկ ստրեսի խանգարման եւ վետերանների, որտեղ դա ավելի մեծ ցավ է, ավելի մեծ խնդիր է, որ պետքա ձեռք տալ, քան մյուս բաները։ Կետամինը շատ արդյունավետ է աշխատում հենց սուիցիդի եւ սուիցիդալ մտքերի դեպքում, շատ ֆենոմենալ դեղամիջոց է։ Իհարկե ինքը հայտնի է նաեւ որպես փողոցային դրակ, փողոցային դեղորայք եւ կիրառվում է նույն այդ գիշերային կյանքում, ակումբային կյանքում եւ ուզում եմ կարևոր է նշել, որ մենք ինչ որ խոսում ենք հիմա բժշկության մասին ենք խոսում, չենք խոսում recreational, չենք խոսում հաճույքի համար կամ ակումբային կյանքի օգտագործման համար, որովհետեւ այս ամեն ինչից խոսելուց նաև կարևոր է խոսել ռիսկերի մասին, որ ռիսկերից մեկը դա կախվածությունն է, օրինակ մարդիկ կան այսօր, որ կետամինի քանի որ փողոցային օգտագործումից կախվածություն ունեն, ու սա խնդիր է։ Այսօրվա կլինիկական փորձարկումները, որոնք որ կետամինը մարդիկ կիրառում են բժշկական կոնտեքստում, կիրառում են ճիշտ setting-ով, intention-ով, թերապևտի վերահսկողության ամեն ինչի ներքո, կախվածության հակվածությունը գրեթե 0 է, մինիմալ է,
բայց դա կա ցանկացած բանից կարող է թե կախվածություն լինի, բայց շատ մինիմալ է։ Բայց այն ինչ որ կա փողոցներում ու դրա կախվածությունը կա, դա նաև փաստ է, որը որ չի կարելի շղթել։ Հետո տեսեք, հիմա մենք խոսում ենք նաև պրեպարատի մաքրության մասին, հիմա օրինակ փողոցային պրեպարատը սա հանցագործ օղակների կողմից է ստեղծված, ինչ որ պատվարներում, չգիտես ինչով բացած, հիմա որ տեստ են անում, վերցնում են այդ փողոցային նարկոտիկները տեստ են անում, մեջը ինչ ասես գտնում են, լվացքի փոշիից ու մկանդեղից սկսած ինչ թույն, եւ ամենասարսափելին, որ գտնում են օրինակ ֆենտանիլ կոչված օպիոիդը, որը որ սովորական հերոինից 100 անգամ ավելի ծանր օպիոիդը, շատ ծանր, ու դա գտնում են հենց այնց բաների մեջ, որ նույն ոչ միայն հերոին օգտագործողներ, բայց նաև օրինակ MDMA-ի մեջ են գտնում, կետամինի մեջ են գտնում, շատ լուրջ խնդիր է, այսինքն փողոցային առած նարկոտիկը, հանցագործ մարմիններից առած դրագը երբեք չգիտես մեջը ինչ կա։ Դրա համար եթե այսքանն էլ ասեցի, ասեմ, եթե դուք իհարկե մենք չենք խրախուսում ոչ մեկին եւ ասում ենք այդ օրինականությունը շատ կարևոր է, բայց եթե փողոցային բան եք օգտագործելու, ապա տեստեր արեք, տեսեք ձեր օգտագործածի մաքրությունը եւ ինչ կա նրա մեջ, նոր հետո օգտագործեք։ Կարծում եմ ապահովությունը առաջին տեղում պետք է լինի, եթե նմանատիպ ծայրահեղ միջոցների են դիմում եւ օգտագործում են ոչ հասկանալի աղբյուրից իրենց դեղերը, այսպես ասած։ Իսկ այս ամբողջ գործունեության մեջ թե հիմնադրամի հետ ստեղծման հետ կապված, թե օրինակ ձեր ելույթների տարբեր հարթակներում գուցե հենց փսիխադելիկների հետ կապված կա ինչ որ մի տեսակի հակառակում հասարակության կողմից, կա բացասական արձագանք, ինչպես է դա արտահայտվում, դրա մասին էլ կուզեմ մի փոքր խոսենք։ Հիմնականում շատ դրական է արձագանքը, բայց իհարկե կա բացասական արձագանք էլ, օրինակ ասում եմ, եկին ուզում եք սարքեք նավկաման եւ այլն։ Եվ դե կարևոր է նշեմ, որ հիմա այս պահին ինչը որ անօրինական է ու ինչը որ կա, արդեն դա կա։ Դա ոչ իմ հետ կապ ունի, ոչ մեր հետ կամ բժշկության հետ դա կապ չունի։ Դա արդեն կա, դա հանցագործ օղակների ներմուծած եւ մարդկանց, ովքեր որ իրենց ռիսկով օգտագործում են, այդ ամեն ինչը կա, այդ ամեն ինչը մնալու է, այսինքն մենք հիմա չենք խոսում օրինականացման մասին, որպեսզի այս պրեպարատները դառնան օրինական, որ ինչ որ ցանկացած մեկը ուզենա կիրառել։ Մենք հիմա խոսում ենք խիստ բժշկական սահմանափակ օգտագործման մասին։ Միգուցե վաղը մյուսը, երբ որ հասարակությունը այնքան կրթվի այս բուժման մեթոդների մասին, իհարկե դա իմ տեսլականն է, որ մի օր կբացվի դա եւ մարդիկ կսկսեն կիրառել, որտեղ օգտագործման հնարավորությունները անսահմանափակ են եւ կսկսեն կիրառել այլ նպատակներով, թե հենց կոգնիտիվ զարգացման, թե իրենց կրեատիվ զարգացման, թե հոգեվոր զարգացման, թե ինչու՞ չէ հոգեկան զարգացման, որովհետեւ անպայման չի դու ունենաս դիագնոզ, ախտորոշում, որպեսզի կիրառել, բայց քանի որ հիմա այդ ամեն ինչը մի քիչ հեռվում է, հիմա հələ որ խոսում ենք հենց սահմանափակ բժշկի վերահսկողության, այսպես ասած, վերահսկողության կիրառման մասին, բայց կա, այո, տարբեր ֆիդբեք, այսպես ասած, տարբեր ձևի ֆիդբեկներ եմ ստանում, ես էլ հասկանում եմ, որ ինչ որ մեկը, երբ որ ասում է դուք ուզում եք աշխարհի ամենավտանգավոր նարկոտիկը օրինականացնեք, ես դրան շատ նորմալ եմ տանում, որտեղ հասկանում եմ, այս մարդը խոսում է ignorance-ից, այսինքն չիմանալու տեղից է խոսում, այլ ոչ թե վատն է ցանկանում կամ վատն է ուզում, ուղղակի չգիտի ինչ որ ինքը սովորել նույն բժշկական համայնքից կամ նույն կարգավորողների մեջից մարդիկ ասում են, սա մենք ցույց չենք տա, սա ոնց կլինի, բայց էլի ես լավ եմ այդ մարդկանց վերաբերվում, լավ եմ տրամադրված, որովհետև հիմա սովետական համակարգում այս ամեն ինչը եղել է նարկոտիկ եւ եղել է թույն եւ եղել է սպանել եւ վատ է եղել, այս մարդկանց ուղեղի մեջ է նստած։ Հիմա այդ նստածքով ինքն էլ
մտածելով մյուս քաղաքացիների մասին ասում է սա վատ է, դա նորմալ է, մարդը պետք է հասկանա գա այդտեղ այդ նյութերը ուսումնասիրի, կրթվի եւ բացվի այդ ամեն ինչի առաջ, այդ համոզված եմ կարծիքը կփոխի, էլի ոչ ոք inherently bad, ոչ ոք այնց իր խորքում վատը չի, նույն այդ բժիշկները կամ կարգավորողները կամ ոստիկանները ոչ ոք վատը չեն, բոլորը լավն են, ուղղակի չգիտեն։ Հիմա եթե մեկը չգիտի, չգիտելու կետից խփում է քեզ, ինչ ասես իրան, պիտի ասես, արի սենց նայենք, եթե բացա, եթե չէ, մի օր կբացվի, որտեղ աշխարհը մի տեղ մի ուղղությամբ է գնում, հիմա ուզես չուզես աշխարհի հետ նույն մոլորակի վրա ես, եթե Ամերիկայում օրինականացվեց, հետո Եվրոպայում է օրինականացվելու, հիմա աշխարհում որ օրինականացվեց, Հայաստանը ինչ է մնալու է, ուր է մնալու։ Ամեն դեպքում աշխարհը ուր գնում է, տեղ էլ մենք պիտի գնանք, էլի նամանավանդ եթե հիմա խոսում ենք դեմոկրատական արժեքների եւ այդ ամեն ինչի մասին։ Սումա ժամանակ է պետք, երևի թե որ հասարակությունն էլ թե կրթվի, թե մի փոքր մերվի այդ բոլոր թե ուսումնասիրությունների հետ, թե կոնցեպտների հետ, բնականաբար վստահ եմ հատկապես կոնսերվատիվ հասարակությունների մեջ բնականաբար ժամանակ անհրաժեշտ մի հարց էլ ունեմ կոնկրետ psychedelic-ների կիրառության հետ կապված այն երկրներում, որտեղ դա թույլատրելի է ինչ որ տեսքով եթե մարդ օրինակ ամենաառաջին անգամ է ուզենում ինչ-որ մի փորձառություն ունենա, կա ինչ-որ մի պսիխոդելիկի մի տեսակ, որը որ կարծում եք, որ ամենաճիշտն է որպես սկզբնական առաջնային ծանոթացում, այսպես ասած։ Մտլավ հարց եք տալի։ Ճիշտը գիտեք, ոչ թե ճիշտն է, այլ ես կասեմ ավելի նուրբն է։ Ինձ թվում է, որ այդ bad trip կոչվածը կամ այդ challenge-ը, այդ մարտահրավերային ճամփորդությունը չունենում, ինձ թվում է ամենա մեղմը դա MDMA պրեպարատն է, որովհետև ինքը իր դեպքում գրեթե այդ bad trip-ի լինում, ես իրեմ մեկին ցելա, այսինքն ամեն ինչից կարող լինի, բայց դրա համանախությունը սարսափելի ցածր է։ Ինչի, որովհետև MDMA-ը ինքը հենց կոչվում է էմպակտոգեն, այսինքն էմպաթիա առաջացնող պրեպարատ է, երբ որ մարդը MDMA մի քիչ քիմիայից ու ֆիզիոլոգիայից է խոսենք, էլի, հիմա ի՞նչ է տեղի ունենում, երբ որ մարդը MDMA-ը ընդունում է։ Իր մոտ հորմոնային փոփոխություններ են զգալի տեղի ունենում։ Իր մոտ մեծ քանակությամբ սկսում է արտադրվել օքսիտոցին անունով հորմոնը, որը որ սիրո հորմոնն է եւ բոնդինգի կապի հորմոնն է։ Ոնց է օքսիտոցին հորմոնը մեծ քանակությամբ արտադրվում է, երբ որ մայրը երեխա է ունենում եւ մեծ քանակությամբ արտադրվում է թե մոր, թե երեխայի մոտ եւ հենց այդ կապի սիրո համար է պատասխան տալու, որպեսզի ոնց է մայրը գիշերները չքնելով ու տանջվելով այդ երեխան մեկը սիրի։ Այսինքն բնությունը այդ մասին շատ գեղեցիկ կերպով մտածել է։ Հիմա մեծ քանակությամբ օքսիտոցինը իր արտադրվում մարդու մարմինի մեջ։ Մեծ քանակությամբ արտադրվում է սերոտոնին եւ դոպամին, որոնք որ էլի այսպես երջանկության եւ հաճույքի հորմոններն են։ Սա հորմոնալ իմաստով։ Հիմա տեսեք, որևիցե մեկը, երբ որ նույնիսկ եթե խանգարում, եկեք խանգարումների մասին խոսենք, եթե ինչ-որ մեկը ունի խանգարում, օրինակ հետտրավմատիկ սթրեսի խանգարում, դեպրեսիա, տագնապներ, իր մոտ գլխուղեղում մի օրգան կա, որը կոչվում է ամիգդուլա, այս հայերեն թարգմանությունը չգիտեմ, կարող է հենց ամիգդուլա է, ինձ կներեք, իրան մեր ունկնդիրներն է թող ուղղակի Google-անեն տեսնեն, էլի էդի որն է։ Ամիգդալան ուրեմն ինքը պատասխան է տալի մեր fight and flight reflex, ինքը մեր այն օրգանն է, որը որ որևիցե բանից ռեակցիա տալի, որ մենք ոնց ենք դրան ռեակցիա տալի։ Մենք հիմա կռվելու ենք, մենք հիմա փախնելու ենք, մենք հիմա պարտվելու ենք, թե սառելու ենք։ Եվ իրենց մոտ այն մարդկանց մոտ ովքեր որ այս խանգարում են, այս ամիգդալան հիպերակտիվ է։ Սա fMRI-ներով երևում է այդ փորձարկումների ժամանակ։
Այսինքն ինչ է նշանակում։ Պատկերացրեք, դա մեր կրակի ազդանշանի կրակի դեպքում ազդանշանի սարքն է, որը ծնգում է, երբ որ ծուխ է լինում, ու պատկերացրեք իրենց մոտ անընդհատ սա ծնգում ասում է հիմա կրակա, այս մարդիկ ելնում են, կանգնում են, տեսնում են կրակ չկա, նստում են, էլի կրակա։ Իհարկե այդ պայմաններում ապրելը շատ սարսափելի է, շատ դժվար է, ու այս մարդիկ այդ պայմաններում ապրում են շատերը։ Հիմա ինչա տեղի ունենում, երբ որ MDMA-ը ընդունում է մարդը, այս ամիգդուլա կոչված մեր գլխի մասը հանգստանում է, լրիվ հանգստանում է։ Հետո մյուս բանը այն է, որ մարդկանց մոտ, ովքեր որ ունեն այս բուժական խանգարումները, բացասական մտքերը շատ են, այսինքն իրենց մոտ քանի որ ինչ-որ մի տրավմա եղել կամ ինչ-որ մի վատ բան է եղել, որի արդյունքում հիմա իրենք տառապում են, աշխարհը ինչ-որտեղ մեղավոր է դրա համար, ու իրանք վատ են վերաբերվում, գիտեք ոնց, այսինքն աշխարհը ավելի վտանգավոր է իրենց համար, մարդիկ ավելի քիչ վստահելի են իրենց համար, ու նման բաներ։ Հիմա երբ որ օքսիտոցինի ու սերոտոնինի, դոպամինի հորմոնների այս հոսքի տակ, իրանց մոտ նաև այդ մտքերը հանգստանում են, այսինքն եւ զուգահեռ գալիս է կապը աշխարհի շատերը օրինակ ասում են այդ interconnectedness կոչվածը, որ հասկանում են, որ իրանք ոչ թե մի անհատ են, այլ մի մասնիկ են, մի ընդհանուր այս մարդկություն կոչված մի տեսակի եւ որ ապրում է մի մոլորակի մեջ, որտեղ որ թե մեր կենդանիներն են, թե բնությունը եւ բոլորս իրար հետ մի ընդհանուր գայա կոչված մարմինն ենք։ Եւ այդ ընդհանրության մեջ արդեն էլ աշխարհը այդքան էլ վտանգավոր չի, մարդիկ այդքան էլ վատը չեն, անվստահելի չեն եւ այլ ընդհակառակը։ Ինչը թույլ է տալիս, որպեսզի մարդը այն տրավման, որ տեղի է ունեցել իր հետ, այցելել, որտեղ նաև զուգահեռ իր մոտ հիպոկամպս կոչվող մի էլի մաս ունենք մեր գլխում, որ հիշողության համար է պատասխանատու, որ ակտիվանում է, թույլ է տալիս մեզ գնալ այցելել մեր տրավման MDMA ազդեցության տակ եւ վերաարժևորել, ոնց որ մեկ այլ տեսանկյունից նայել այդ տրավմային, որովհետև տրավման ինչ է, տրավման դա մի հատ վատ բան է, որ տեղի է ունենում մարդու հետ, որ շոկի է ենթարկում մարմինը, միտքը, ամեն ինչը, եւ այդ շոկը մարդը չի վերականգնվում, այդ դեպքում ինքը դառնում է տրավմա, դա մենք հասկանանք որն է տրավմա։ Հիմա եւ վերապրում է, անընդհատ վերապրում է։ Հիմա երբ որ այս դեղորայքի ազդեցության տակ ինքը գնում է, կարողանում է այցելել այդ իր տրավման եւ կարողանում է ոնց որ փակել ուրիշ տեսանկյունից նայել։ Օրինակ, եթե ինչ-որ մեկը բռնաբարության զոհ է եղել, որոնց դեպքում շատերի մոտ կա այդ ինքնախարազանման, որ ես էի մեղավոր, որ իմ չգիտեմ ով ինձ բռնաբարեց կամ այդ մութ տեղով որ գնացի ինձ բռնաբարեց, ես եմ եղավ, որ իմ ծնողը ինձ ծեծում էր ռեժիմով, այդ ինքնամեղքի բանը կա, նամանավանդ քանի որ երեխա ես, իսկ երեխաները հենց սովորաբար տրավմաներ փոքր տարիքում են տեղի ունենում եւ երեխաները հենց ամեն ինչ իրենց են վերագրում, իրենք են մեղավորը, եթե ինչ-որ մի բան տեղի է ունենում։ Եվ այս դեղորայքերի ազդեցության տակ արդեն մարդը այցելում է իր տրավման, հասկանալով, չէ, մի րոպե, ես ինչ մեղք ունեի։ Այդ ինքն էր կենթանին այդ որ տենց վատ էր վերաբերվում իմ հետ, ես իմ մեղքը չի, ես ինչ եմ անում, այսինքն ես այդ փողոցով որ գնում էի իմ մեղքն էր, որ ինձ բռնաբարեցին, կամ ես իմ մեղքն էր, որ ասենք իմ հայրը կամ մայրը ինձ ծեծում էր, եւ փոխվում է վերաբերմունքը նաեւ այդ inner child, որ ասում ենք քո մեջի երեխայի ու քո այս մեծի հետ այդ սերը ու այդ հասկանալը ու այդ ներելը, մտլրիվ ուրիշ քիմիա է։
տեղի ունենում եւ ինչի արդյունքում նոր նեյրոնային կապեր են սկսում ձևավորվել գլխուղեղում եւ որից հետո դրա համար հենց ես ինչ եմ սիրում այս փսիխոդելիկները, որ ինքը մի բան չի, որ անընդհատ դռերով խմես, հախմես։ Սա մի բան է, որ կարող է հենց այս մի ճամփորդությունը հերիք լինի մարդուն իր տրավման բուժելու, անցնելու ու գնալու առաջ, որից հետո արդեն ինքը փոխված ուրիշ երբ որ դեղորայքի ազդեցությունը թողում է, ինքը կարող է 4 ժամ, 6 ժամ ազդեցությունով արդեն իր մոտ այդ նոր նեյրոնային կապերը ստեղծված են։ Այ հիմա ինտեգրացիան է գալիս, որպեսզի այս նեյրոնային կապերը ամրապնդես ճանապարհը ոնց որ ասես գցել ես այդ ճանապարհը, հիմա սիրուն վրան մի հատ ասֆալտ անես, մի հատ կարգավորես, սիրուն գցես ու տենց սկսես գալ այդ նոր ճանապարհով, որպեսզի ինքը հիմնավորվի եւ բուժումը տեղի ունենա։ Դե հարցին երկար պատասխանեցի, բայց MDMA-ը շատ գեղեցիկ պրեպարատ է, կետամինը շատ անվտանգ պրեպարատ է ինքը նույնպես։ Անիմեն կետամինը նույնպես կարող դառնա այդ առաջին պրեպարատը, ու կետամինը ինչով է, որ իր ճամփորդությունը կարճ է, 2 ժամ, ժամուկես, շատ կարճ է, ու այդ օրվա commitment կոչվի, ամբողջ օրը պետք չի դնել դրա տակ, էլի կետամինը MDMA ինձ թվում է շատ լավ առաջ, ու երևի կետամինի վրա էլ dead trip-ի բանը հաճախ չի լինում։ K-hole բառը կա, որ ասում են, որը որ տենց մարդ գնում է մի հատ ոնց որ մի հատ տեղ է հայտնվում, որը որ ոչ մի բան է, բայց դա ոչ մի բան է, բայց հանգստություն է, ոնց որ այդ էգոտ restart է լինում, էգոն անջատվում է ու նորից միանում է դա բան չի էլի։ Կետամինը MDMA ես ասել։ Կետամին, MDMA, մնացած psychedelic-ներն էլ ոնց որ ասացիք, ամեն օր չես անում ես ինչ որ ժամանակ առ ժամանակ, ցանկալի է որքան հազվադեպ եւ կիրառելի կոնկրետ ինքնակախված թե ինչի համար ես դու անում, այդքան ավելի լավ։ Կա մի հատ ուրիշ կոնցեպտն էլ այդ microdosing-ը, որ հիմա էլի շատ տրենդային է, հատկապես Ամերիկայում microdosing-ը, եթե մի փոքր sense բացատրենք, շատ փոքր դոզաներով փսիխոդելիկների ընդունումն է, կապսուլաների տեսքով հիմնականում, որը որ դու sense ասած դեղորայքի նման ամեն օր խմում ես, ոնց որ օրինակ վիտամիններ կխմես կամ այլ հավելումներ, եւ ինքը քեզ չի տանում ինչ որ ճամփորդությունների, բայց ասում են, որ ավելի հանգիստ ես, ստրեսի հետ ավելի քեզ օգնում է, որ ստրեսակայուն լինես ավելի քիչ նյարդայնանաս, դրա հետ կապված հետաքրքիր է, օրինակ դուք ունեք ինչ որ փորձառություն կամ ուսումնասիրել եք, ինչ կասեք, օրինակ արդյոք իսկապես այնքան էֆեկտիվ է, ինչքան որ ասում են, կան որոշ ինչ որ հետազոտություններ եւ օրինակ ավելի օգտակար կլիներ հենց microdosing անել համեմատած հենց կոնկրետ փսիխոդելիկներ անելու հետ։ Ձեր հարցերը մեկը չգիտեմ, մեկը մեկից ավելի լավն է։ Ուրեմն դե միկրոդոզը ինչն է ինքը։ Եթե օրինակ սնկի դեպքում վերցնենք, դա սովորաբար էֆեկտիվ դոզայի 1/10-ն է, օրինակ սունկը եթե ասենք 1.5 գրամ է, արդեն ֆիբանի խոսքը սելացիբին սենկուբենսիսի մասին է, մոտավորապես 0.15 գրամի մասին ենք խոսում, բայց դա էլ ինդիվիդուալ է, որովհետև ամեն մարդ պիտի ինքը հասկանա իր միկրոդոզի դոզան որն է։ Ինչի, որովհետև դու պետքա trip չանես։ Այսինքն եթե դու միկրոդոզ ես անում եք զգում ես perception, բալումը փոխվեց, գույները փոխվեցին, ինչ-որ բաներ ես տեսնում, ինչ-որ բաներ ես զգում, դու ուրեմն զգայուն ես, դա նշանակում է trip ես անում, դա պետք է պրոստը իջացնես, այդ 0.15-ը սարքես 0.10, 0.05, ինչքան որ ամեն մարդ ինքը գտնում։ Հենց որ դու գտնում ես այն սահմանային կետը, որից որ մի քիչ ավել է արդեն trip ես անում, բայց հիմա դու չես անում, ոնց որ վիտամինի նման դից օգտագործեցի, դա ուրեմն քո sweet spot դա այն դոզան է, որը որ քո համար աշխատում է։ Սա ավելի հաճախ սնկով են մարդիկ միկրոդոզանում, կարան անեն նաև LSD-ով, LSD-ը նույն ձևի էլի, ասենք սովորաբար 100-150 միկրոգրամ է մի LSD-ի թաբը, էլի դրա 1/10-ով վաճառվում ջրի դոզան։
Սիլիկոնային հովտում Ամերիկայի Միացյալ Նահանգներում աննորմալ տարածում ունի, թեք մանավանդ այդ թեքի մեջ մարդկանց 90 շատ բարձր տոկոսը օգտագործում են եւ օգտագործումը տարբեր նպատակներ ունենում եւ ձեր հարցին պատասխանելով կարա ինչ-որ մեկին օգնի, կարա ինչ-որ մեկին չօգնի, այտենց չի որ բոլորին աշխատում, բոլորի համար աշխատում է։ Փանեսիա չի սա, էլի, սա մի բան չի, որ բոլորի վրա կաշխատի եւ բոլորին կօգնի, ու նաեւ փսիխոդելիկները մարդկա կարող է ընդհանրապես trip չունենա եւ մարդկա կարող է trip ունենա իր վրա չազդի։ Էլի այդ բանկը promise-ը որ խոստանում մի բանը որ շատ լավ է ասում են էս էլ անում են շատ կարևոր է նաև սպասումները չափավոր պահել եւ հասկանալ որ կարա աշխատի կարա չէ իհարկե արդյունավետությունը շատ բարձր է աննորմալ բարձր է բայց ամեն դեպքում ամեն ինչ կարա աշխատի կարա չաշխատի նույն ձևով էլ այս միկրոդոզը եւ մարդիկ միկրոդոզ անում են տարբեր նպատակներով օրինակ իրենց կրեատիվ շատերը ասում են, որ իրենց կրեատիվ ունակություններն է ակտիվացնում, շատերը ասում են, որ ավելի լավ են զգում, ավելի թարմ են զգում, ասենք ինչ-որ մեկը դեպրեսիա ունի, շատերը, օրինակ, ովքեր որ դեպրեսիա ունեն կամ այլ խանգարումներ ունեն եւ այդ SSRI-ները, selective serotonin inhibitor դեղերն են օգտագործում, իրենցից այդ պրոզակներն այդ բաները դրանցից իրենցից շատերը օրինակ հիմա միկրոդոզ են անում եւ շատ ավելի լավ են իրենց զգում ոնց որ նույն SSRI-ների էֆեկտ են ստանում բայց առանց side effect-ների առանց կողմնակի էֆեկտների որովհետեւ փսիխոդելիկ միկրոդոզը սովորաբար չունի այն side effect-ները որոնք որ ունեն այդ ամեն օրվա խմելու SSRI-ները եւ SNRI-ները side effect-ներն են կողմնակի էֆեկտներն են օրինակ պոտենցիայի անկումը, սեքսուալ ցանկության անկումը, գերացումը, փորկապությունը, ցանկության ընդհանրապես ոչ թե սեքսուալ, ընդհանրապես ցանկության անկումը, կյանքի ոնց որ հաճույքի։ Իրանք գիտեք ոնց որ ինչ անեն, այդպես սարայները ոնց որ պատկերացեք ստեղ այս ներքևը այդ որ ահա որ վիճակա հիմա ասենց ուզում եմ ինձ սպանեմ, ասենց շատ վատ է։ Ու պատկերացեք այս վերևն էլ էս որ երջանկության մեջ պայթում են, իրանք ոնց որ կտրում են այստեղից հանում են մի քիչ վերև, որպեսզի մարդու կյանքը ավելի տանելի դառնա։ Բայց ինչքան ստեղից են կտրում, այդքանը վերևից են կտրում։ Ու վերևն են մի հատ տեղ են ունենում, որտեղ որ այո, ես կարողանում եմ իմ ամեն օրվա ասենք հացս ուտեմ գնամ գործս անեմ, բայց հաճույքը որ մի հատ երեխուս գրկեմ, մի հատ հաճույք ստանամ, որ մի հատ շանս հետ խաղամ, որ մի հատ հաց ուտեմ համով մի բան, այդ էլ են կտրում, էլի։ Իսկ մենք մարդիկս ամեն դեպքում ստեղծված ենք, որպեսզի այդ հաճույքները վայելենք, որպեսզի սերը վայելենք, սերը մեր ամենակարևոր բանն է, ոնց ասենք, չտիրես քո սիրելիներին, քո սիրած բաները չանես, կյանքը ծանր կյանք։ Իսկ միկրոդոզի դեպքում դա այդպես չի, միկրոդոզ անողների դեպքում մարդիկ ավելի լավ են իրանց զգում ընդհանրապես, եթե խոսում ենք էլի խանգարում ունեցող ովքեր որ տարապում են։ Իսկ եթե խոսում ենք մարդկանց համար ովքեր ուղղակի անում են դա իրենց կոգնիտիվ որակները բարձրացնելու, օրինակ շատերը սպորտում են իրար, անում են եւ ավելի լավ են պարապում, ասում են տենց մենք մարմինը լրիվ ուրիշ ձև ենք զգում։ Մանավանդ այդ mixed martial art-երի, տարբեր martial art-երի մեջ շատ տարածված բան է։ Դրա միկրոդոզի տիրանություն։ Այդ ոլորտում են շատ անում, որովհետև ասում են կարողանում ենք մենք լուծումներ տալ խնդիրներին, որոնք որ մինչև այդ չենք կարողանում, այսինքն երևի թե այդ փոքր դոզով էլի ինչ որ նոր նեյրոնային լուծումներ է կարողանում տալ մարդկանց համար։ Շատ լավ, հետաքրքիր էր։ Իսկ տարբեր փսիխոդելիկների ընդունման պարագայում խոսացինք, որ եթե առաջին անգամ ես անում, երևի թե ավելավա սկսել MDMA-ով կամ կետամինով ավելի նուրբ փորձառություն ունենալու համար, ծանոթացման համար,
բայց նաև միևնույն ժամանակ ամեն փսիխոդելիկը տարբեր ձևերով կարա, չէ, լինի, կախված թե որտեղից ես ձեռք բերում, կա տարբերություն արդյոք որակային առումով, թե դու օրինակ նույն այդ սունկը հենց սունկի չորացած սունկի տեսքով ես ուտում, թե շոկոլադի ձևով ես ուտում, կա տարբերություն դրանց միջև եւ օրինակ ունեք խորհուրդ, թե որն է ավելի լավ, եթե ընտրության հնարավորություն ունես, եթե գտնվում ես նենց երկրում, որտեղ որ դա իհարկե թույլատրելի է։ Դե իհարկե ամեն դեպքում սունկը, եթե սունկի մասին ենք կոնսելացիվին սունկի մասին ենք խոսում, ապա իհարկե եթե սունկը տեսնում ես, սունկը տեսածը դա ավելի լավ է, քան որևիցե վերամշակված ձևով, որովհետև դու չգիտես դա ոնց է վերամշակվել, ինչպես է դարձել է կապսուլան կամ այդ գամին կամ այդ շոկոլադը, ամեն դեպքում ավելի լավ է մաքուր սունկը աճացնել է շատ հեշտ է, շատ մարդ հենց իրենք աճացնում են եւ օգտագործում են ոնց թե որ գնեն բայց եթե սունկը չի, ասենք ուրիշ պրեպարատներ են, շատ խորհուրդ կտամ այնտեղ dance safe site կա, որ Google անեն կտեսնեն, էլի շատ կա, որոնք որ drug checking տեստեր են, էժան մատչելի բաներ են, մարդիկ ճիշտ կլինի գնեն այդ տեստերը եւ մի փոքրի քանակով դնեն, հասկանան ինչ են օգտագործում, որ իրենց հանգարց վնաս չտան, իրենց առողջությանը վնաս չտան եւ ամեն դեպքում իմանան ինչ են իրենց մարմինի մեջ դնում։ Շատ լավ, ասենց մի հատ էլ վերջին հարցն էլ տամ, եթե մարդիկ հետաքրքրված են ավելի շատ ծանոթանալու փսիխոդելիկների աշխարհին, այսպես ասած, բնականաբար կա անսահման նյութեր եւ գրականություն, բայց կա ինչ-որ մի կոնկրետ գիրք կամ ինչ-որ մի ռեսուրս, որը որ դուք օրինակ խորհուրդ կտաք ամենալավը կլինի հենց ծանոթացման համար առաջին անգամ։ Դե օրինակ Netflix-ի վրա How to Change Your Mind մի հատ show կա, որը որ այդ նույն անուն գրքից է Michael Pollan-ի գրած գրքի դոկումենտալ ֆիլմն է, շատ լավ ֆիլմ է ու շատ մատչելի, բացատրում է, այնտեղ մի քանի էպիզոդներ է, տարբեր պրեպարատների աշխարհի մասին է, դա այդ կոնտեքստը, այդ կոնտենտը խորհուրդ կտամ maps.org website-ի վրա լիքը նյութեր կա հենց փսիխոդելիկների մասին, ինքը շատ տարածված է ու ցանկացնում եմ YouTube-ում եթե գրեմ փսիխոդելիկ թերապիա եւ շատ կարեւոր թերապիա բառը որ նշեմ, որ տանի այնտեղ որտեղ որ տանելու է, ապա մեծ քանակությամբ նյութեր կարող են գտնել եւ բայց How to Change Your Mind-ը դա շատ լավն է, եթե Netflix ինչ-որ մեկը ունի, որ կտամ նայեն հաստատ։ Ֆիլմեր կա շատ լավ, օրինակ ես մի հատ ֆիլմ կա From Shock to Awe կոչվում, որը որ մի քանի տարի առաջվա նկարած է հենց վետերանների մասին է, այդ կարա հետաքրքիր լինի։ Հետո կարա երբ որ այս ոդքասթը կարացեք կոմենտներում կարող գրենք, որպեսզի մարդկանց ավելի հեշտ լինի գնալ գտնել, անպայման հղումները կտեղադրեմ, ես Netflix-ինը դիտել եմ։ Կարող ենք 10 տարբեր տենց լավ ֆիլմեր դնենք, երբ ֆիլմերը ամենը մատչելին է, հա։ Մատչելին է, ուսումնասիրել եմ։ Շատ լավ, ես From Shock to Awe չեմ նայել, բայց Netflix-ինը How to Change Your Mind իսկապես հետաքրքիր է, մատչելի է եւ այդպես նաեւ ժամանցային հետաքրքիր է դիտելու համար, կարծում եմ մարդկանց էլ հետաքրքիր կլինի, անպայման հղումները կտեղադրենք մի քանի։ Ինձ թվում է երևի թե այսքանը, ես էլ հարցեր պատրաստած չունեմ, բայց կուզենայի նախ շնորհակալություն հայտնել, որ ժամանակ հատկացրեցիք, ինձ թվում է շատ հետաքրքիր զրույց էր ու կարծում եմ, որ նախ օգտակար կլինի եւ հետաքրքիր կլինի։ Միջև սենց ամփոփելը ինչ որ մի բան կա, որ օրինակ ուզում էիք զրուցել այսօր չստացվեց կամ ինչ որ ուղերձ, վերջին ինչ որ մի խոսք կա, որ օրինակ կուզենայիք խոսել կամ ասել։ Դե
Գիտեք, այստեղ հիմա քանի որ ես Հայաստանում եմ, ուսումնասիրում եմ թե ինչա կատարվում էս drag scene կոչված ոնց որ էս դեղերի դրագերի աշխարհում ու մի հատ բան կա, որ ինձ շատ անհանգստացնում, որ մեծ քանակությամբ տարածված է այդ crystal methamphetamine պրեպարատը, որը ավոր շատ է տարածված, բավականին մատչելի է ու ինքը իսկականից ցար պրեպարատ է, գիտեք, չէ, ինքը պսիխոդելիկ չի, ինքը դեռ ուրիշ ձև է աշխատում ու ոնց որ մարդկանց դնի այդ ոնց որ ասի իմ այդ լավ է, այս 5 ժամը 6 ժամը ինչքան որ այդ դրագի ազդեցությունն է, հենց որ ազդեցությունը թողում է, առանցին ձել քեզ լավ չի լինելու, ու տենց ոնց որ թակարդների մեջ մարդուն պահե, շատ ծանր պրեպարատ է, դրա համար եթե մարդիկ կլինեն, ովքեր որ այս պրեպարատի հետ զգում են, որ տանջվում են, կարան ինձ գրեն, որպեսզի միգուցե լուծումներ առաջարկեմ, ոնց կարող են իրենք ձեռք ազատվել իրանից, որտեղ ինքը իսկականից չար դրագ է ու չար ու possessive, տենց ես բաց եմ մարդկանց հետ, որպեսզի խոսեմ, օգնեմ, նաև ընդհանրապես օգտագործման պատասխանատու օգտագործման համար գիտեք կարևոր է պատասխանատու օգտագործման գաղափարը նաև շատ կուզեմ, որ մարդկանց մոտ առաջանա ու զարգանա, որ հասկանան ինչ է նշանակում դա պատասխանատու կարա լինի вообще պատասխանատու օգտագործում փոչի ու ինչ է դա նշանակում այնպես որ կարող են մարդիկ ինձ գրել ես մեծ սիրով կպատասխանեմ կօգնեմ որ կարող եմ որպեսզի այդ կախվածության ճիրաններից մարդիկ ազատվեն Շատ լավ, ես անպայման ձեր էջերի կոնտակտներն էլ կտեղադրեմ ոդկասթի բնութագրության մեջ եւ Instagram-ում եւս, որպեսզի մարդիկ կարողանան հեշտ ձեզ գտնել, եթե ունեք կախվածություն, հենց այդ ձեր ասած crystal, ոնց է կոչվում, մետամֆետամին, հա? Crystal methamphetamine, հա, եւ որևիցե թե օպիոիդային կախվածություն, հերոինի կախվածանկացած Շատ լավ։ Այդ բանը գիտեք ինչու՞մ է, որ մարդիկ գիտեն, որ բոլոր դրագերը մի զամբյուղի մեջ են, բայց արի ուտես, որ հենց պսիխոդելիկ դրագերը, պսիխոդելիկ բուժման մեթոդները հենց կախվածությունների դեմ են շատ ուժեղ արդյունավետ աշխատում։ Այդ նույն զամբյուղի մեջ չեմ կարծում է ճիշտ է դնելը դրանց, թե կարգավորողի համար, թե օրինապահ մարմինների համար եւ գործողների Իսկ այդ որ հիմա ասցիք մի հատ էլ հարց տամ էլի կոնկրետ մարիխուանայի կիրառության հետ կապված գիտեմ որ դա էլ շատ տարածված է եւ ես օրինակ ես ունեմ իհարկե իմ կարծիքը բայց ինձ հետաքրքիր է ձեր կարծիքը լսել թե արդյոք կարծում եք որ դա մեծ քանակների է հասնում Հայաստանում, կիրառվում է չափից դուրս շատ եւ ինչ կարծիք եք ընդհանրապես հենց մարիխուանայի կիրառության հետ կապված։ Դա հիմա գիտեք աշխարհը արդեն գնում է միտեղ, որ մարիխուանան բոլորը հասկանում են, որ սա բժշկություն է, սա բուժման մեթոդ է։ Գերմանիան վերջերս օրինականացրեց, Ամերիկայի նահանգները գնալով օրինականացրին։ Ինքն մենք գալու ենք մի հատ, որտեղ ինքը դառնալու է օրինական պրեպարատ։ Գոնե մինիմում բուժման նպատակների համար ու հետո ասենք բնությունը ոնց կարելի է անօրինականացնել, ասենք մի բան է որ բնությունը ասենք ոնց ենք մենք որոշել որ հիմա բնության մեջ աճող թուփը անօրինական է։ Ես կարծում եմ որ մարիխուանան մինիմում բժշկական նպատակներով պետք է օրինականացնել, որպեսզի մարդիկ, ովքեր որ ռեալ կարող են դրանից օգտվել, մարդիկ, ովքեր ունեն աներեքսիայի խնդիր, մարդիկ, ովքեր որ ունեն ցավերի խնդիր, նաև
ցավերից որ խոսացին, կետամինը մեծ քանակությամբ շատ արդյունավետ աշխատում է ուժեղ ցավերով տառապող մարդկանց համար, ֆանտոմային ցավերով, լուրջ լուծումներ է տալիս նաև դրա համար, բայց նաև մարիխուանայի թե ուտելու edible կոչվածները, թե tincture-ները, թե յուղերը, որոնք որ կոնկրետ ցավերով տառապող մարդկանց համար մեծ հանգստություն կարող են բերել։ Մարդիկ, ովքեր որ տերմինալ քաղցկեղով տառապող են, իրենց կարող է օգնել թե ախորժակի համար, չեմ խոսում, որ հիվանդությունների տենց երևի 100-ից ավել ցանկ կա, որ կոնկրետ մարիխուանան աշխատում է նաև յուղեր կան, որ աշխատում են տարբեր քաղցկեղների համար, ինքը շատ լավ պրեպարատ է, բուժման պրեպարատ է, որը որ որևիցե երկրում, որը որ մտածում է իր քաղաքացիների մասին, պետք է օրինականացնել մինիմում բժշկական կոնտեքստում, որից հետո օրինակ ինչը որ տեղի ունեցավ Կալիֆոռնիայում սկզբից բժշկական օրինականացրեցին, հետո մարդիկ կրթվեցին, հասկացան, որ ինչ տեղի ունեցավ, օրինակ վթարների քանակը փոքրացավ, որտեղ ալկոհոլ մարդիկ չէին խմում, ավելի շատ մարիխուանային օգտագործում, ավտովթարների քանակը, մահացությունները փչացան, նաև հանցագործությունների քանակը քչացավ, որովհետև ալկոհոլի ազդեցությամբ մարդիկ ավելի ագրեսիվ, ավելի շատ հանցագործություններ էին գործում, քան մարիխուանայի տակ մարդիկ ավելի հանգստացան, մարդիկ սկսեցին այլ կերպ իրենց հանգիստը ապահովել եւ ինչի արդյունքում հետո մարդիկ կային, որ ընդհանրապես մարիխուանա չէին օգտագործել, բայց տեսնում էին իրենց բարեկամը, որը որ տառապում էր ցավով, տառապում էր հիվանդությամբ, կոնկրետ օգտվում էր դրանից։ Իրենց վերաբերմունքը, հասարակության վերաբերմունքը փոխվեց։ Միգուցե մեր մոտ էլ փուլային արվի, այսինքն բժշկական կոնտեքստում օրինականացվի, մարդիկ կիրառեն, թեկուզ չօգտագործողը հասկանա սա ինչ լավ բան է այն օգտագործողի համար, որից հետո արդեն նաև ապաքրեականացվի եւ ինչ որ բան օրինականացվի, որպեսզի մարդիկ կարողանան եւ այդ ընթացքում է կրթվեն մարդիկ, հասկանան, որ ինչպես կարելի է սա օգտագործել, ինչ քանակությամբ, ինչ պատասխանատվությամբ, որից հետո արդեն պատրաստ լինի հասարակությունն էլի ընդունել, էլի տեսեք նույն ձև, հիմա մարիխուանան էլի նույն զամբյուղի մեջ վերում դնում են մյուս նարկոտիկներ, նա ասում են gateway նարկոտիկ, այսինքն տանում ավելի ծանր բան է, ես դրան ընդհանրապես համաձայն չեմ, gateway նարկոտիկը, որ տանում ավելի ծանր նարկոտիկներ։ Բա հետո մյուս կողմից էլ երբ որ օրինականացնում են, օրինակ այստեղ Մասաչուսեթսում էլ օրինականացված է եւ կան խանութներ, որտեղ կարող ես ազատ մտնել, գնել, հենց այս հաճույքի նպատակներով էլի պարտադիր չի, այսինքն լինի դա բժշկական նպատակներով ու կարծում եմ դա նաեւ օգնում է, որ մարդիկ ձեռք բերեն մարիխուանա այն տեղից, որտեղից գիտես, որ որակը համապատասխանում է, այսինքն այդ բոլոր ապահովության ստանդարտները ապահոված են, ոչ թե ինչ որ մեկից, ով որ, չգիտեմ, իր տան ինչ որ մի սենյակում դա պատրաստում է ու անհայտ է, թե ինչ որակի է, ինչի հետ է խառնած եւ ինչ ծագման է, ու մյուս կողմից անկեղծ ասած չեմ էլ տեսնում, որ երբ որ բաց է դա եւ հասարակությունն էլ ոնց որ ասիկ պատրաստ է այդ բաց լինելուն, մարդիկ ովքեր որ օգտագործում էին դա մինչև դրա օրինականացված լինելը շարունակում են օգտագործել, մարդիկ ովքեր հետաքրքրված չեն, շարունակում են հետաքրքրված չլինել, այսպես ասած։ Դե հետո Գրետա ջան, գիտեք ինչ, հիմա այս պահին մեծ քանակությամբ օգտագործվում է ապօրինի, ուր է այդ գումարները գնում, ովքեր են դրա վաճառողները, ովքեր են դրա հարստացողները, հանցագործ օղակները, որոնք որ պարզ չի, ուր է այդ փողերը գնում։ Հիմա եթե այդ ամեն ինչը կա, փաստացի կա, ավելի լավ չի բերել դա օրինական դաշտ, բերել կարգավորման դաշտ, որպեսզի հարկեր մարդիկ վճարեն, այդ հարկերից մեր դպրոցները վերանորոգվեն, օրինական կարգավորում լինի, որ այդ վաճառքի կետը, ասենք դպրոցից լինի այսքան հեռավորության վրա, սոցիալական այդ եկամուտներից եկած, հարկերից եկած
միջոցները ուղղվեն սոցիալական ծրագրերին, նույն կախվածությունով տառապող մարդկանց բուժելու սոցիալական ծրագրերին։ Հիմա օբյեկտիվորեն այսօր մի հատ ամբողջ աշխարհ կա սրա շուրջը Հայաստանում, որը հանցագործ տարրերն են, որոնք որ հարստանում են եւ ուր են օգտագործում իրենց այդ հարստացած միջոցները իրենց զենք գնելուն, ուրիշ հանցագործություններ անելուն, ինչի համար, ինչ ենք մենք թույլ տվել, որպեսզի սպառողը գնում է այսօր գնում է այդ մարիխուանան հանցագործ մարմինից եւ հանցագործ մարմինը հարստում է, ով է սրանից շահում, հասարակությունը շահում է, ոչ քաղաքացին շահում է, ոչ մենակ հանցագործ տարրն է շահում, օգտագործողն է թանկ ու կրակ գներով Հայաստանում ստիպված գնում է որպեսզի օգտագործի։ Լրիվ անտրամաբանական բան է։ Ամբողջությամբ համաձայն եմ, ինձ թվում է ժամանակապետք, այստեղ էլ շատ վաղուց չի որ օրինականացվել է կոնկրետ Մասաչուսեթսում, ինձ թվում է ժամանակապետք, որ այդ ամեն ինչը թե Հայաստանում, թե այլ երկրներում եւս քիչ-քիչ սկզբից բժշկական ոլորտում թույլատրեն, հետո արդեն քիչ-քիչ նաև ընդհանրապես դառնա թույլատրելի, ոնց որ դուք եք ասում, հասարակությունն էլ դրան մտավոր պատրաստվի եւ կրթվի եւ հետո այդ ամեն ինչը հուսանք որ իհարկե կդառնա օրինական եւ ավելի բաց կլինի։ Ինձ թվում է այսքանը իմ կողմից, դուք ինչ որ մի բան էլի կա, որ ուզում եք խոսենք, թե ամփոփենք։ Ինձ թվում է ամփոփենք, շնորհակալ եմ ձեզ շատ հետաքրքիր զրույցի համար եւ շնորհակալ եմ ձեզ, որ այս թեման ձեռք եք տալիս, այսպես ասած, որովհետեւ ինքը ամեն դեպքում մի հատ թեմա է, որ շատերը կարող խուսափեն, բայց կարևոր թեմա է ինձ թվում է ու շնորհակալ եմ ձեզ, որ դուք եք կարևորում ու հարթակ եք տրամադրել, որպեսզի մենք այսօր այս խոսակցությունը ունենանք։ Սիրով ինձ էլ թվում է, որ շատ կարևոր թեմա է, կարծում եմ, որ կրթվելու շատ կարիք ունենք հենց Հայաստանում այս թեմայով եւ նմանատիպ այլ հոգեվոր զարգացման եւ բժշկական այլ թեմաներով կրթվելու շատ մեծ կարիք կա, հուսով եմ, որ գուցե եւ հետագայում էլի զրույցներ կունենանք այլ թեմաներով այս հարթակի շրջանակներում, բայց ես էլ եմ ուզում ասել, որ եւս մեկ անգամ շատ շնորհակալ եմ, որ ժամանակ տրամադրեցիք եւ հաջողություն եմ մաղթում, հուսամ, որ ամեն ինչ շատ հարթ կգնա եւ ճիշտ ձևով կգնա եւ բնականաբար ես էլ ինչպես եւ նշեցի պատրաստ եմ որպես թե կամավոր թե ինչ օգնությունով որ կարող եմ օգտակար լինել Էթնեոբլիսը հիմնադրամին սիրով կուզենամ օգնել որովհետեւ վստահ եմ որ այդ իսկապես կրում ենք մեծ պատասխանատվություն ինչպես նշեցիք թե մեր զոհված ազատամարտիկների, իրենց ընտանիքների, թե վետերաններին նկատմամբ, այնպես որ հասիրով մեծ, այսպես ասած, սրտով ցանկանում եմ հաջողություն բոլոր այդ գործերին եւ հուսամ, որ ելի կունենանք նմանատիպ խոսակցություններ։ Սիրով, merci ձեզ։